Ողջույն Arm Games-ի սիրահարներ, մենք սկսում ենք նոր ձևաչափ, նոր էմոցիոնալ գժական նախագիծ, որը կոչվում է Սիրախաղ։ Վերնագիրն ինքնին արդեն խոսում է, որ լինելու է այլ ձևաչափ, այլ մոտեցում եւ այլ մասնակիցներ, որովհետեւ այս նախագիծը զույգերով է։ Իսկ ֆանտաստիկ նախագիծը, որը սիրո եւ խաղի մասին է, ես վարելու եմ մի մարդու հետ, ով գիտի ինչպես սիրել եւ գիտի ինչպես խաղալ։ Շքեր, շատ յուրահատուկ եւ արդեն իմ կյանքում դարձած լավագույն ընկեր Անահիտ Մանուկյան։ Շնորհակալ եմ։ Ասա։ Պարոն Մելիքյան, ողջունում եմ բոլորին։ Շատ ուրախ եմ, որ այս անգամ եւս աշխատելու ենք միասին, ինչպես նշեցիր, նոր, ֆանտաստիկ, հրաշալի, տարբերվող ձևաչափով եւ իհարկե փորձություններով, ինտրիգներով, էմոցիաներով։ Շատ Այո, այսօրվանից սկսած 6 գեղեցիկ զույգ պայքարելու են միմյանց դեմ հանուն հաղթանակի եւ իհարկե հանուն գլխավոր մրցանակի ռոմանտիկ ուղևորություն դեպի Իսպանիա։ Սի, այո։ Եվ ինչպես Անահիտը նշեց, այո, 6 զույգեր 4 շաբաթ կմրցեն միմյանց դեմ եւ ընդամենը մեկը կճանաչվի հաղթող եւ կմեկնի Իսպանիա։ Իսկ ուղևորությունը կտրամադրի մեր գլխավոր հովանավորը Blackstone Traveler, ով կհոգա ինչպես մեր մասնակիցների ուղևորությունը, այլ նաև նրանց վիզաները։ Այ դա շատ կարևոր է։ Այո, շատ կարևոր է։ Լինելու են միանգամայն նոր խաղեր, իրավիճակներ, որոնք կդառնան իսկական փորձություն մեր մասնակիցների համար, իսկ այն զույգը, որը լավագույն կերպով կհաղթահարի փորձությունները, կճանաչվի հաղթող։ Այդտեղ հարց է առաջանում, նրանք այս նախագծից հետո ավելի կմտերմանան, թե կարող են նույնիսկ նրանք բաժանվել։ Այ դա ոչ ոք չգիտի, իհարկե։ Այո։ Ես ամեն ինչ կանեմ, որ խառնեմ ամեն ինչ, բայց դա միայն ի օգուտ նրանց ընտանիքին։ Նրանք իրանց ավելի լավ են ճանաչելու հաստատ փորձվելով Սիրախաղ նախագծում։ Արամ, մենք 4 հրաշալի օր ենք անցկացնելու այստեղ, ինձ թվում է պետք է ներկայացնենք այս դրախտային վայրի մասին։ Այո, Noah's Harbor-ը կամ Նոյի Իջևանը մի ֆանտաստիկ այգի է։ Երևանին կիցից կապած Երևանին Էջմիածին քաղաքում դուք կհասկանաք, թե ինչ ֆանտաստիկ վայրում ենք մենք գտնվում, որը կենսաբանական, բուսաբանական այգի է, դրախտում ենք մենք գտնվում, որտեղ շատ ավելի էմոցիոնալ կստացվի, շատ ավելի գեղեցիկ կստացվի մեր նախագիծը։ Իսկ ես առաջարկում եմ, որ հենց այս գեղեցիկ ու հեքիաթային վայրում էլ դիմավորենք մեր զույգերին։ Համաձայն ես։ Նրանք, այո, համաձայն եմ, ասեմ, որ նրանք բոլորը միմյանցից տարբերվում են։ 4 արդեն ամուսիններ են, երկուսը մոտ են ամուսնանալու։ Դե ինչ, դիմավորեցինք առաջին զույգին։ Ողջույն, ես Հրագն եմ, երգիչ, նախկին պարող։ Ես Միլան եմ, պարուհի, զբաղվում եմ նաև վլոգինգով։ Մենք ամուսնացած ենք արդեն 5 տարի։ Եվ ունենք մեր հրաշք փոքրիկ։ Արտիստիկ զույգ է, էլի գալիս։ Արտիստներն են մոտենում, ասա ինչ սիրուն են։ Սիրուն են, բավական։ Միլա եւ Հրագ։ Այո, բարև ձեզ, ողջույն։ Ոնց եք։ Հիանալի։ Լավ, ոնց եք տրամադրված։ Մարտական, Շատ լավ է։ սիրով։ Հասկացա, ես մի հատ հարց ունեմ, Միլա, հարցս քեզ ա ուղղված։ Դու պարային կոնտենտ ունես։ Այո։ Մենք ոչ մեկս չենք տեսել երբևէ, որ դու պարային կոնտենտ իրականացնես Հրագի երգերի ներքո։ Հրագի երգերը չես հավանում, թե։ Չէ, հավանում եմ իրականում։ Ուղղակի դեռ չեմ նկարել։ Այսինքն կարա, հա, դες բան լինի։ Իհարկե։ Այսինքն տեղ խնդիր չկա, չբզբզան գտե։ Չէ։ Հասկացա։ Դուք դեռ չգիտեք ում հետ եք մրցելու, բայց ասեմ, որ բավականին հետաքրքիր, ընդհանրապես ամեն ինչ շատ հետաքրքիր է սպասում ամբողջ նախագծի համար, շնորհավորում եմ ձեզ։ Դուք առաջին զույգն եք, ովքեր հայտնվում են մեր կողքին, դուք եկեք մենք դիմավորենք, շնորհակալություն։ Հաջորդ զույգին, այո։ Բարև ձեզ, ես Հովոն եմ։ Իմ անունը Հովիկ է, ազգանունս Մարկոսյան, ինքը Լիլիթն է Դավթյան։ Մենք շատ լավ ընտանիք ենք։ Ես բլոգեր եմ, արդեն մի 8 տարի կլինի, իմ ամուսինն էլ տենց ստիպված։ Ինչ չեն թողում ասեն, ես ինչ եմ աշխատում, դրա համար դեպի անցնենք։ Քայլում ենք ու տեսանք Հրագին ենք կանգնած, Հրագի կնոջը չեմ ճանաչում, բայց Հրագին դե գիտեմ, որտեվ երգիչ է ինքը։ Ես Instagram-ով ճանաչում էի արդեն, բայց ծանոթացանք այսօր։ Արամ, ինչ սիրուն են մեր զույգերը, մեկը մեկից գեղեցիկ։ Հով եւ Լիլ։
Ասեմ, որ այս նախագծում որպես Բարև ձեզ։ անաչառությանը պահելով ասեմ, որ իրանք իմ ընկերներն են ամեն դեպքում։ Անաչառությունը պահելով։ Հա, բայց դեք բոլորը գիտեն, չի եղել, որ մեր նախագծերում հաղթի իմ ընկերներից որևէ մեկը, բայց ձեզ ամեն դեպքում հաղթանակ մաղթում եմ։ Ոնց եք։ Ինչպես եք տրամադրված։ Երազանք։ Իրականում ճիշտ եք տրամադրված։ Դե ինչպես տեսակ, Հերակ ջան, Միլա ջան, առաջին սապերնիկները մրցակիցները Հովն ու Լիլն են։ Խնդրեմ համեցեք այստեղ։ Դուք միմյանց ճանաչում եք, ճանաչել եք միջև։ Ես Հերակին ճանաչում եմ։ Ես ճանաչում այսօր կծանոթանանք։ Շատ լավ։ Դիմավորենք երրորդ զույգին, դիմավորենք երրորդ զույգին, ամեն ինչ նոր թեժանում է։ Ես Լիզան եմ, ինֆլուենսեր։ Ես Արտուրն եմ, Լիզայի նշանածը։ Սիմպոներն են։ Լիզա եւ Արթուր ու խոսքս հիշիր, այս նախագծի ամենաինտրիգային մասնակիցներն են լինելու։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Լավ, դուք։ Ասեմ, որ շատ գեղեցիկ զույգ եք։ Այո, երիտասարդ եւ գեղեցիկ։ Դեռ ամուսնացած չեք, ճիշտ է, չէ՞ դա։ Դեռ ոչ։ Ձեր հոլովակներից մեկում մի բան եմ նկատել, անտարբեր չանցա։ Արթուր, դուք խոստովանում եք, որ եթե Լիզայի կյանքը փրկելու միակ տարբերակը լինի նրա ընկերուհուն համբուրելը, դուք այդ քայլին կդիմեք։ Լիզա, չեք վախենում, որ այս նախագծում հնարավոր է այդպիսի իրավիճակ լինի։ Չեմ վախենում։ Մի քիչ կասկած կար։ Բայց մենք էլ բոլոր տղաներս պատրաստ ենք մեր կնոջ կյանքը փրկել, հատուկ եթե պետք է իր ընկերուն համբուրել թուշը։ Չէ՞։ Ինչպես եք տրամադրված խաղին։ Շատ լավ, դեռևս լավ։ Այսինքն Դե տեսնենք էլի ոնց կդասավորվի։ հասկացանք։ Ասեն դուք մրցելու եք սիրելիներս ոչ միայն զույգերի դեմ, այլ նաև ծնողներ են նրանք արդեն։ Հայրիկներ եւ մայրիկներ են, երիտասարդ իհարկե, հենց որ պատրաստ եղեք ագրեսիա է լինելու նրանց կողմից։ Մենք արդեն երեխեք են տեսել, հասկանում եք, նրանց ոչինչով չեն կարող Մեզ ոչինչ չի վախեցի։ Ես քրքով կերակրել եմ։ Ինչ շատ է դուր գալիս մեր մասնակիցների ոգին։ Մատնայի ինչ հետաքրքիր զույգ է միանում մեզ։ Ես Դոնան եմ, բլոգեր։ Իսկ ես Նարեկն եմ, բլոգերի ամուսինն եմ։ Մենք ամուսնացած ենք արդեն 3 տարի գրեթե, ունենք 1 հրաշք բալիկ։ Որին թողել ենք կիսուրիս մոտ ու եկել ենք։ Նա խնդրում ուշադրություն դարձրեք, էլի։ Մեր զույգից Նարեկը մասնավորապես նման է մեր ծանրամարտիկ Վարազատ Լալայանին։ Իսկ շատ են, չէ՞ նմանացել Նարեկ։ Եղել է դեպքեր իրականում։ Ոնց եք։ Բրուտալ եւ քնքուշ, ինչ սիրուն զույգ։ Ես մի հատ հարց ունեմ, բրուտալից էլ ինձ կպտեմ։ Ձեր ընտանեկան կոնտենտում տեսնեմ ոնց է Նարեկը աղջուկի ակաշներով երեխային ուրախացնում, էլի։ Իմիջիայլոց տենց բան եղել է, սիրելի մասնակիցներ ֆիքսենք դա։ Երեխային ուրախացնելու համար ինչ ասես, որ չես անի, արա։ Իսկ այ հաղթանակի համար ինձ դա էլ է հետաքրքիր։ Ձեր զույգի ընտանիքի հաղթանակի համար, էլի։ Ընտանիքին ինձ թվում է արդեն հաղթել է։ Ահա։ Ինձ թվում է, որ մեր մարկը կա, արդեն իսկ հաղթանակ է։ Իսկ խաղի մասով Պատրաստ ենք ամեն ինչի, որ հաղթենք։ Իմիջիայլոց բոլորը գրեթե նույնատիպ տեքստեր են ասել։ Մենք ձեզ մաղթում ենք հաջողություն։ Փաստորեն դիզայն ու արտույն ասեմ, եւս մեկ ծնողներ ավելացան մեզ։ Այստեղ 3 ծնողներ են։ Խնդրեմ կանգնեք այնտեղ սիրելիներս, որովհետեւ եւս մեկ զույգ է գալիս, որոնք նորից ծնողներ են։ Այո։ Ես ասեմ ավելին, միակ զույգն է, ով ունի 2 երեխա։ Այո, Աննա եւ Արամազ։ Նրանք մեր այսպես ասած այս դեպքում արդեն հաղթեցին, որտեղ ունեն 2 երեխա։ Ես Աննան եմ, բլոգեր, Արամազն էլ ամուսինս է։ Մենք 13 տարի միասին ենք, որից 6 տարին ամուսնացած։ Մենք նոր ձեր մասին ձեր գովքն ենք անում, որ դուք այն հատուկ զույգն եք մեր նախագծում, որ ունի 2 երեխա։ Ոնց եք։ Լավ։ Հիանալի։ Ձեր անունները հնչում են ինչպես էպոսի հերոսներ, Աննա եւ Արամազ, բայց ավելի- հերոս եք նաեւ ընտանիքում։ Բայց ավելի ինչ կներ Անահիտ եւ Արամաստ։ Ընդհանրապես հեքիաթային կլիներ, դեռ հեքիաթի հերոսներ կլինեք։ Երեխաներին ում հույսին եք թողել։ Առաջին հարցը։ Պապիկների եւ պապիկների, մեր փրկիչների։
Հրաշալի է, նրանք ապացուցում են, որ այո, երեխա եւ բալիկներ, երկու բալիկներ ունենալուց Երկու հետո տղա բալիկ։ տղա բալիկն էլ այն էլ չարաճճի, բայց շատ համով։ Խելոք Կարելի է երեխեք թողնել եւ ունեն։ դալ մասնակցել խաղերի։ Շատ մանավանդ։ Լավ, մենք ձեզ հարց ունենք, Ժորժ ջան, քանի որ այստեղ դուք արդեն առավելությամբ նախագիծը սկսում եք, երկու երեխա ունեք, դա որոշակիորեն բոնուս է, զուտ ձեր ընտանիքի համար։ Հələ ասեք, ինչ եք անելու, ինչ տրամադրվածություն ունեք։ Հաղթանակի։ Երկու տղա ունենք, ոնց ես պատկերացնում։ Չգիտեմ, դուք ասեք։ Մարտական։ Կաչոսդ ուզում եք հաղթել։ Այո։ Իսկ որ նայում եք, դուք գիտեք, որ օրինակ գիտեմ, դուք միմյանց լավ ճանաչում եք հաստատ։ Բոլորին ճանաչում ենք, բոլորին շատ սիրում ենք, բայց Իսպանիա ուզում ենք գնանք։ Okay, դե Իսպանիա ուզելով տեղափոխվեք հատ այնտեղ։ Երևան, Աթենք, Մադրիդ թռիչքը գնաց դեպի աջ, եւ մենք դիմավորում ենք մեր վերջին զույգին, ասեմ նրանք դեռ ամուսիններ չեն, բայց շատ գժոտ կերպարներ են։ Անաստասիա Վիվտար, դերասանուհի, գրող։ Արման Մկրտումյան, Աճպարար։ Գեղեցիկ, բարձրահասակ հոլիվուդյան Ախր զույգ։ ձեր զույգի ասեմ ինչն է, այստեղ ինչ որ ձևով կարանք կապենք մարդկանց իրար, միավորենք, չգիտեմ, նայեք, դերասանուհի եւ աճպարար։ Հայրեն ասած նա տիրապետում է ֆոկուսային բոլոր աշխարհին։ Այստեղ հարց առաջանում։ Տարբեր ծայրայություն։ Այո, ֆոկուս անեք ախտեք Արման ջան։ Մի անգամից բացահայտեցին։ Իսկ ես հարց ունեմ Վիվտաշին։ Այո։ Վիվտաշ, ես քանի որ հետևել եմ քո կոնտենտին, շատ հավես կոնտենտ ունես YouTube-յան հարթակում։ Քո սիրտը գրավել է ֆոկուսով, թե բնական սիրով, այստեղ հարց է գալիս։ Մենք ֆոկուսներով ենք ծանոթացել, բայց բնականաբար ֆոկուսով չի գրավել, լավ։ Նպաստել է, հա։ Ինչ տրամադրվածությամբ եք եկել։ Ուրախ, Պոզիտիվ։ լավ օրեր անցկացնելու։ Փաստորեն 5 զույգ ասեցին եկել ենք ջարդելու, հաղթելու եւ վերջին մեր մասնակիցները ասեցին պոզիտիվ տրամադրություն, հաղթանակ չկա, հա, այստեղ ոնց հասկանում եմ։ Կլինի, չիլնի։ Դե չիլնի։ Հենց այդ չլինի նոտայով ես առաջարկում եմ մենք վերցնենք շամպայները, որ նախատեսված է մեզ համար, ես ուզում եմ սենց բացումը տամ ու ասեմ արդեն ինչ ենք անելու։ Խնդրեմ։ Ես շատ կարևոր միտք եմ ուզում բարձրաձայնել, մինչ շա բոլորին հաջողություն կմաղթեմ, այս հաղորդման գլխավոր նպատակը այն չէ, որ դուք զույգերով պետք է մրցեք զույգերի դեմ։ Այստեղ շատ կարևոր է լինելու ձեր անհատական գործողությունները։ Խաղը խաղադրույքի մասին է։ Սիրախաղը հենց ամբողջովին խաղադրույք է, որտեղ կանայք իրենց ամուսինների կամ աղջիկներն իրենց կողակիցների եւ նաեւ հակառակը պետքա խաղադրույք տնեն, փորձելով գուշակել։ Գուշակելով մենք էլ կացնենք, թե ինչքանով են միմյանց ճանաչում։ Այս խաղը, այս նախագիծը ամբողջովին փորձություն է լինելու ձեր համար։ Ասեմ, որ սա անմոռանալի փորձություն է լինելու ձեզ համար։ Մեռնելու չափ հավես վայելելու եք ամբողջ նախագիծը։ Բայց ես նաև մի հավելում։ Կրկնում եմ մեռնելու չափ։ Սա հուշում էր երևի, թե։ Երևի թե։ Մեզ մոտ շատ հաճելի է, շատ հարմարավետ, շատ արևոտ, բայց եթե եկել եք հանգստի եւ հարմարավետության ետևից, ուրեմն ցավոք սա ձեր տեղը չի եւ շատ արագ լքելու եք նախագիծը։ Այստեղ դուք բախվելու եք ձեր էմոցիաների հետ, փորձությունների հետ։ Համել ինքնաճանաչման մասին է, կհասկանանք ձեզ ճանաչում եք նաև ձեր կողակցին, թույլ եւ ուժեղ կողմերը, արամ։ Սիրելիներս, կարճ ասած, սա մեծ փորձություն է լինելու ձեր սիրո։ Սա մեծ խաղ է լինելու ձեր սիրո։ Սիրախաղը համարում եմ բացված։ Բոլորին մաղթում եմ հաջողություն, գնացեք փոխվեք։ Հենց սկզբից նախագծի սպասում է փորձություն։ Սկզբում փորձության ենթարկվելու եք զույգով։ Ամեն ինչ արդեն կբացատրենք հենց խաղահրապարակում։ Գնացինք փոխվել։ Հաջողություն։ Դե ինչ, սկսեցինք։ Այո, սիրելի Անահիտ, մեզ էլ է սպասում փորձություն, որովհետև կարծում եմ մենք էլ ենք վերապրելու նրանց հետ այս նախագիծն ու խաղը։ Անհամբեր սպասում եմ։ Անհամբեր։
շատ արագ փոփոխություն տեղի ունեցավ մեզ մոտ, թե դուք զգեստափոխված եք, թե մուդն է փոխվել, այո, սա հենց այս յուրատուկ վայրը, որը Նոյ Իջևանն է, հենց սրանով է տարբերվում, որ շատ յուրատուկ վայրեր ունի։ Մենք հիմա ոնց որ Բալիում լինենք։ Բացատրեմ ինչ է կատարվելու ամբողջ նախագծի ընթացքում։ Խաղի գաղտնիքը նրանում է, որ ինչպես նշել էի, պետք է խաղադրույքներ արվեն։ Այս փորձությունը դրա մասին չէ։ Սա հավելյալ միավոր վաստակելու համար փորձություն է։ Ամեն հաղորդում, ամեն օր մենք ձեզ զույգին տալու ենք 200 coin։ Սկզբի այս խաղը զուտ հավելյալ coin վաստակելու համար է։ Այս խաղից, այս փորձությունից վերջին տեղ գրաված թիմը ունենալու է 0 coin։ Նախավերջին տեղը 20 coin։ 4-րդ հորիզոնականը 40, 3-րդ հորիզոնականը 60, երկրորդը 80, իսկ հաղթողը միանգամից հավելյալ 100 coin։ Ստացվում է այնպես, որ հաղթողը միանգամից սկսելու է 300 coin-ով, որովհետև միանգամից խաղադրույքի ժամանակ մենք ևս 200 coin ձեզ տալու ենք։ Բացատրում եմ խաղը։ Տղաները պետք է իրենց ձեռքերի վրա գրկեն եւ բարձրացնեն իրենց կողակիցներին։ Ով ինչքան երկար կարողացավ պահել, նա էլ հաղթելու է։ Բայց գիտեք հարցը որն է, որ տղաները պետք է գան դեպի առաջ, գրեթե այդ սարքերի ծայրում կանգնեն, որովհետև երբ որ չկարողանան պահեն, իրենց կանանց գցելու են ջուրը։ Մեկ, երկու, գնաց։ Տղաները գալիս են առաջ։ Խաղը հասկանալի է, Վիվտաշին գրկում եմ ու ոնց հասկանում եմ այսօր ստեղ ենք։ Նարեկ ջան առաջ արիմ։ Ահա, հրաշալի է։ Լավ է, նորմալ ես։ Հիշի, որ շատ թեթև եմ։ Այս փորձության գլխավոր նպատակը սիրելի հեռուստադիտող, որ մենք օգնենք մեր զույգերը, ամուսինները սիրեն միմյանց, գրկեն միմյանց։ Սա ջերմության խաղ է, ոչ միայն սա փորձություն է դիմացականության, այլև հնարավորություն է առիթը եւս մեկ անգամ, որ մեր ուժեղ տղաները գրկեն իրենց ջերմությունը փոխանցեն իրենց կողակիցներին։ Մեջքը սա պրոստը ցավում շատ։ Դիմացի։ Ստեկրում են նրանք ովքեր թեթև են։ Տեղ տվեք թեթևներին։ Մենք կրելու ենք։ Ցելու ինես տասես, հա, որ պատրաստ լինեմ գոնե։ Ես վստահ եմ, որ կպահեմ, որովհետև Լիզան բամբուլ է։ Ես էլ եմ վստահ։ Երբես։ Ուղիղ նայի, որ հավասարակշռությունը չկորի։ Նորմալ ես։ Ոչինչ, ինչ է լինի, նորմալ է, ամեն ինչ օքեյ է, բայց Բռնի ինձ գդիզնցս բռնի, այդ տենց։ դիմացի դու կարաս։ Կարաս այդտեղ դու ինձ ավելի շատ ես գրկել, դու արեք ես գրկում ծանր։ Ասեմ առաջին 5 րոպեն բավականին հեշտ է լինելու, դուք ուղղակի վայելելու եք ձեր կողակիցներին։ Կարող սենց անեմ։ Բայց 5 րոպեից հետո վստահ չեմ, որ դուք կվայելեք։ Այ հետ ես ընկնելու։ Բայ։ Երեխեք հալալ ա ձեզ։ Այդքան ջիմը հավայ եք այդում։ Դե մենք չենք գնում։ Արտուր շատ թեթև է, Լիզան ինձ թվում է քաշ չունի, հա ընդհանրապես։ Տեղաշորով 40 կիլո։ Հոգնություն չեմ զգում, ինքը շատ թեթև է, ոնց որ բամբուլ լինի, էլի։ Ամենաթեթև քաշայինը վստահաբար Լիզան է։ Հրակ վերջին անգամ պարելուց երբ ես պատյաշկա արել։ Մի նայի, ուղիղ նայի, որ հավասարակշռությունը չգցես։ Նար հետ ենք ընկնելու։ Ես ուշադրություն եմ դարձնում Նարեկի, Նարեկը կոնկրետ արդեն տանջվում է։ Հեսա մենք հետ է, երկուսով ենք հետ ընկնելու հեսա։ Նարեկ ընկնում է։ Ես էլ չեմ դիմանում։ Արդեն բարթանում արամ։ Այս դե չենք ընկճվում։ Նարեկ ընկնելու ենք, այտենց մի արա։ Թող։ Հանի վերև ինձ։ Մեկը գցեմ, էլի ախտը։ 6 զույգով սպասում ենք, թե ով իր կնոջը առաջինը ջուրը կգցի։ Իրոք Արման, ուզում ես քչել։ Ջիմի օր է, չէ այսօր։ Դի կախվես կյանք ուզես չուզես։ Ինչ անեմ ասա։ Այդպես կախվի դու ձեռներդ, իրար խաչի ձեռներդ կախվի ուզես։ 5-6-7 ենք անում, հելնում ենք։ Որտ ենք հելնում։ Վերը 4 3 2 1 Գրկեցի մի լայն ու միանգամից մեջքից ցավը զգացի։
ու ես այդ պահին ինձ շատ վատ եմ զգում, որովհետև չեմ ուզում, որ ինքը ցավ զգա, բայց համ էլ չեմ ուզում, որ պարտվենք։ Կյանքս կարաս։ Դու կարաս, ես ինչա որ։ Մեռանուք տալով։ Սերես, ես քեզ հավատում եմ։ Կյանք բռնի առաջինը ես չեմ ընկնի։ Մենք եկել ենք հաղթելու մի։ Բռնի արդեն քցում ես։ Չէ, կյանքս մի ֆռա, բայ։ Նայում եմ օրա։ Դու մի նայ, դու մի հատ քով մեր վրա կենտրոնացի։ Մի քիչ վերև չթողես, հանգիստ։ Մեր վրա կենտրոնացի։ Կարո՞ղ։ Չէ, լինալիք, չէ։ Ես կարծում եմ առաջին ամեն դեպքում ջրում կհայտնվի Դոնան։ Հատ վերև բարձացրա։ Երեխեք ոչ ինչ մեղքեք։ Սերս, դու կարաս։ Ես քեզ հավատում եմ։ Սուս մնա 5 րոպե, կյանք։ Ես այան գցելու են, չմտածես։ Կյանք մի քցի։ Այդ տղա մի ֆռա հավասարակշռություն կգործնի։ Կյանք դիմացի 2 րոպե։ Հիշի, որ պետք է միավոր շահենք։ Խոսա, Լիլա, խոսա։ Դե մեկը քցեք։ Ես ես էլ մի բան թողնես։ Չէ, սուս մնա, մի րոպե։ 100 անգամ ասի։ Սուս մնա մի հատ։ Հասկացա, էդի դնելու են հեսա։ Սենց դուխ եմ քեզ տալիս, ուզում եմ որ իբր ոգևորվես, բայց դու ճվում ես վրաս։ Որովհետև ես ասում եմ քեզ, որ օգնես, պետք է լռես, բայց դու չէիր լռում։ Դե հիմա ես էլ տենց եմ ուզում։ Տենց տասը կներես, որ բղավել եմ քո վրա։ Ներմա։ Իրականում պայքարում են, ֆանտաստիկ է պայքարը։ Այդ գնաց մեկ եկես ուժեղ։ Զգում եմ, որ արդեն շատ դժվար է ինձ Դոնային պահելը ու կամած արդեն իջացնում եմ իրեն դեպի ջուրը ու Դոնան այդտեղ ասում է, որ գոնե թող մեկը գցի նոր դուքցի, բայց արդեն իմ ուժերը իրոք սպառվել էր, որովհետև ի սկզբանե այս տեխնիկապես ինձ թվում է, մի փոքր սխալ սկսեցի կյանքս։ Ձեռն ես չի բռնում։ Sorry, չեմ կարող։ Եվ վերջ, առաջին զույգ ունենք, Նարեկ ու Դոնան ունեն 0 կոին։ Կյանք գոնե երրորդը խնդրում եմ։ Գոնե երրորդը։ Չքցես։ Քանի որ աղջիկներ կան, որ ունեն ֆոբիա ջրից, սա ֆանտաստիկ հնարավորություն է հաղթահարելու այդ ֆոբիան։ Այ դրա համար էլ ասում եմ Նարեկ ջան, գրկի, մի քիչ շատ գրկի ինձ, որ սովոր լինի ձեռքերդ։ Դե գլխից վրա պահում եմ, էլ ինչ անեմ ձեռքերից վրա պետք պահել, սերս։ Ուշադրություն, բարձանում է խաղը։ Սիրելի աղջիկներ, այս պահին դուք պետք է թողեք ձեր ձեռքերը, ձեր ամուսնու։ Բաց թողեցինք ձեռքերը, բաց թողեցինք։ Սիրելիներ, բաց թողեցինք։ Չէ, գլուխը պահի։ Գլուխը պահի։ Այդ են հրակ չկարես։ Դու կրնաս։ Մի գորա ուժես, մի գորա։ Մի արա ծանրան ու մտե ուզկը բարձր։ Ուշադրություն, Վիկտաշը։ Վիկտաշը թրիշտի այջել։ Իշ պահի չի անարմար ասել։ Ինչ անեմ։ Չեմ կարում։ Այման գոնե երրորդը։ Չէ, մի հատ։ Այո։ Սլում է ձեռս։ Գցի այ ախպեր։ Գցենք։ Գցի։ Անընդհատ ասում եմ, որ չգցես, հանկարծ չգցես, բայց արդեն վերջում հասկացա, որ էլ չի դիմանում, ասեցի, եթե քեզ դժվար է, գցի։ Եկեք ծով գցրել։ Դավայ, 1, 2, 3, քելան։ Չեղավ ախպեր։ Ծաներա։ Կան չեմ կարում եմ։ Թա ձերն է, թա։ Ձերս թույլ է։ Ես այնքան վստահ եմ, որ քեզ շատ երկար կպահեմ։ Ու շատ եմ ուզում քեզ երկար պահեմ։ Հուսամ մի քիչ։ Բայց իմացի իմ մտքում ու իմ սրտում քեզ հավերժ եմ պահել։ Ձեռները չգիտեմ։ Գլխից վրա դու տեղ ունես։ Շատ լավ է։ Վիկտաշ հաջողություն։
Վիվտար ջան կներես, բայց եթե սիրում ես, պետքա բաց թողնես։ Չեմ կարում եմ։ Օպա։ Իրականում հրագա ամեն ինչ անում է, որ ինձ ջուրը չգցի, բայց 13 րոպե պահելուց հետո վերջի գցում է։ Օպրես, որ ինձ դիմացար ու շատ վատ ձևով չգցեց իր ջուրը։ Ապրես, որ ծննդաբերությունից հետո Նիհարեցի։ լավ նիհարել ես։ Չեմ կարում։ Որ պայքարում եմ իջը վերջ։ Լիջան ձերքդ կթողես։ Եվ Դու ինչի պարտացիր ջուրն, այնց որ գլուխս մտնի մեջը։ Կներես, ազատ դե ինչ ասեմ։ Հիմա այս կներեսների շարքը հիշում չի փոխվում։ Արա, բաս։ Ապե անկեղծ ասա թեթև, հա։ Հիմա ես էի ուժեղ, թե դու էիր թեթև։ Ես էի թեթև։ Հոստել ես։ Երևում է Անկեղծ դեքսի։ Ես երկու տղա եմ ունեցի, հաշիվչի։ Ты знаешь, все в твоих руках, все в твоих руках. Ախր Արամած ջան, ոնց կարելի է կնոջը այտենց գցել ջուրը։ Իրոք։ հաղթող զույգը Արտուրը եւ Լիզան։ Մալադես։ Նատեք եք ծափարենք մեր առաջին հաղթողներին։ Լիզա, բայց դու պատկերացնում ես, մենք սիրախաղի առաջին եթերաշրջանի առաջին խաղի հաղթողներն ենք։ Թախի թոբա։ Ո՞ւմ է պաչի գոնե։ Այս խաղի արդյունքում 20 քոին ունեն Վիվտաշն ու Արմանը, 40 քոին ունեն Հրագը եւ Միլան, 60 քոին Լիլն ու Հովը, 80 քոին Արամազդը եւ Աննան եւ 100 քոին Լիզան եւ Արտուրը։ Բրավո։ Շատ փոճուր էր ինքը։ Ինքը փոճուր է, հա։ Դաժե որ ափլետը չլներ իրան դրելի։ Ես հիմա հասկացա, որ մեզ նիհարել է պետք։ Իսկ գուցե հակառակը, միգուցե դա շարապեն է։ Գցում ենք իրան։ Էլուր այլ ջան։ Չէ, բայց ես էլուր նիհարեմ։ Ինձ թվում է էլ տեղ չունեմ էլ նիհարելու։ Так что ինչ կա։ Կարող եղանալ։ Ուզում եք ուզեք։ Այս կնայ զուցալի մաս։ Մեզ ինչ հասպասվում տենաս։ Ոնց եք աղջիկներ, ոնց էր խաղը։ Հրաշալի։ Թրծվեցիք։ Այո։ Այն էլ ոնց։ Այստեղ մարդ կա, որ առավելագույն արդյունքը գրանցած զույգի հետ, եկեք ծափ տանք Լիզային եւ Արթուրին։ Աղջիկներ, ես գիտեմ ու վստահ եմ, որ հարաբերությունները միշտ փակ դաշտ են, պարսպապատ են, բայց դուք եկել եք մի նախագիծ, որտեղ ուզած չուզած պետք է բացվեն բոլոր պարիսպներն ու բոլոր փակերը, մենք պետք է բաց ու թափանցիկ լինենք ինքներս մեզ ու մեր տղամարդկանց հանդեպ։ Դրա համար հիմա ինձ շատ հետաքրքիր է, արդյոք ձեր տղամարդիկ ունեն կողմեր, որոնք ձեզ ամենաշատն են նյարդայնացնում, բարկացնում եւ ամենաբացասական կողմի մասին եկեք խոսենք ձեր սիրելիների։ Սկսենք Դոնայից։ Տաքարյունություն է ինձ թվում է, իմ ամուսինը չափից շատ տաքարյուն է, ինչքան էլ որ չի երևում։ Ես տաքարյուն եմ։ Ինչ ես։ Ոնց ես տաքարյուն եմ։ Ոցորցակ։ Ու շատ դեպքերում դա է լինում մեր ինչ-որ կոնֆլիկտների պատճառը, բայց քանի որ ամեն ինչը հարթվում է, միակ բանը տաքարյունությունն է, չափից շուտ բռնկվում է ինքը։ Անաստասիա։ Ասեմ ուրեմն։ Այո։ Սովորաբար աղջիկներն են, չէ, երկար պատրաստում, մեր դեպքում հակառակն է, Արմանն է շատ երկար պատրաստում, որ տնից դուրս գան։ Մի անգամ խանութ պետքա գնար հաց առնելու, ես այդ օրը սոված եմ մնացել։ Ինքը այնքան ուշ եկավ։ Օրինակ ես ահավոր ջղայնանում եմ, երբ որ դու շատ երկար պատրաստվում ես։ Բա ինչ ես ուզում, ուզում ես քոպես ինչ գտնեմ, հագնեմ դուրս գամ։ Հասկացա։ Միլա, ամենաշատը ինչն է ազդում ներվերիդ վրա։ Որ ստեղը տա հասելու հիմա հասա։ Ես նյարդայնանում եմ, որ ինքը ունի շատ մեծ պոտենցիալ, բայց այդ չի օգտագործում ու ինչ-որտեղ իրան փակում է։ Հա, ու մեկ էլ ինքը շատ պարտաճանան չէ, ես այդքան էլ չէ, այդ մեզ խանգարում է։ Ամուսնու առավելությունը իրան թերություն էլի համարեց։ Լավ, հասկանալի է, Լին։
Եթե սենց ընդհանուր վերցնենք, համարյա այդ ամեն ինչից իմ ամուսինն էլ ունի, բայց երևի ամենաշատ առօրյա բանը, որ ներվայնացնում է, քնելուց պարտադիր ինքը պիտի հեռախոսով ինչ-որ բան նայի, իսկ ես տանել չեմ կարողանում դա, ու սենց ամբողջ գիշեր իմ ականջի մեջ այդ ձայնը, ու անպայման ինքը պիտի քնի, որ ես հետո այդ հեռախոսը անջատեմ, նոր հանգիստ քնեմ։ Երևի սենց առօրյա ամենաներվայնացնող բանը դա է։ Հեշտ լուծում կա առանձին սենյակներում քնեք ձեզ 4 սենյականոց բնակարանապետ կամ այն մեկիդ առանձին Աննա Մեր պարագայում Արմանին հակառակ իմ ամուսինը ասած ահավոր շտապող է ամեն հարցում։ Ես սիրում եմ առավոտները հանգիստ, արթնանալ, իմ նախաճաշը ինքը ասած ամեն ինչը շտապում է, 2 ժամից եթե պետքա դուրս գանք, նախորդ օրվանից մենք արդեն սկսում ենք շտապել։ Ահավոր ներվայնացնում է իրա նեղանալը։ Հերթով հաշվում եմ հեսա։ Ահավոր նեղացկոտ է, ինչքան էլ դա իրա վրայից չի երևում։ Խաղերը, հեռախոսային խաղերը, ես ատում եմ այդ հեռախոսային խաղերը, բայց ինքը շատ է սիրում։ Ու աստված չանի հանկարծ ես վերցնում ու այդ խաղը ջնջեմ։ Էլի կասեի, բայց եկեք սահմանափակենք։ Զգուշացում ամուսնուդ, որ խաղը ջնջի անպայման։ Լիզա Ժողովուրդ Արտուրը շատ նեղացկոտ է, չափից շատ։ Ամեն ինչ որ թեթև հումորից կարող է, որ իրան դուրս չգա, ինքը դրանից նեղանում է ու ճիշտ է շուտ էլ հետ է գալիս, բայց այդ մի քիչ sense ազդով Մի քիչ չէ, լավ ազդով։ Այսինքն ուշադիր կլինեք, զգուշացնեք հանկարծ Արտուրին չնեղացնեք։ Լավ, մի խոսքով խաղի արդյունքում դուք ունեցաք, վաստակեցիք քոիններ, ես հիմա դրանք նաև կավելացնեմ ձեր առջև դրված 200-ական քոիններին, Դոնա ցավոք քո ամուսինը քեզ չկարողացավ պահել ջրի վրա երկար եւ դու չունես քոին։ Անաստասիա զարմացած է, որովհետև ավելի շատ էի պատկերացնում, բայց 20 քոին։ Ոչինչ, առջևում է ամեն ինչ։ Սիրելի Միլա, 40 քոին ձեր զույգն է վաստակել։ Շնորհակալություն։ 60 քոին, Լիլի եւ Հով։ Ավելին էի սպասում։ Ես ասացի չէ, որ ձեր զույգին հաստատ կհիշեմ, բայց չասացի թե ոնց։ Լիլի Հովերով։ 80 քոին։ Շնորհակալություն։ Եվ իհարկե 100 քոին, Լիզա։ Ձեր ամուսինները, ձեր սիրելիները այսօր անցնելու են փորձության միջով։ Ես ընդհանրապես շատ կարճ հուշում կտամ, լինելու է դիմացկունության եւ ուժային։ Այս խաղից հետո արդեն որոշ չափով երևի հասկացաք, ով ինչքան կձգի։ Դրա համար ուշադիր եղեք, որովհետև ձեր խաղադրույքը որոշիչ է լինելու այսօրվա համար։ Ունենք 3 խաղադրույքի տեսակ եւ 3 տարբեր գործակիցներ։ Առաջինը, որ ձեր ամուսինը կզբաղեցնի առաջին հորիզոնական է, սպարագայում գործակիցը 2 է, այսինքն կրկնապատկվելու է ձեր դրված միավորները։ Երկրորդ, որ ձեր ամուսինը կլինի երկրորդը կամ երրորդը։ Այս պարագայում գործակիցը 1 է, այսինքն ինչ չափով քոիններ դնեք, այն չափով ետ կստանաք։ Եվ երրորդը, որ ձեր ամուսինը կլինի 4-րդը կամ 5-րդը։ Այս պարագայում գործակիցը 0.5 է։ Դուք կվաստակեք ձեր ներդրած միավորների ուղիղ կեսը։ Ինչպես նկատեցիք, վերջին տեղը զբաղեցրած տղամարդը ոչ մի միավոր ձեզ չի բերի։ Ձեր գործակիցը այդ պարագայում լինելու է 0։ Եվ հիշեք, այստեղ ոչ թե կարևոր է ձեր կողակիցը կլինի առաջինը, երկրորդը թե երրորդը, այլ ինչքանով կլինի ճիշտ ձեր խաղադրույքը։ Ավելի լավ է ճիշտ խաղադրույք անեք, բայց քիչ միավոր ստանաք, քան ուղղակի դնեք, որ ձեր ամուսինը կլինի առաջինը, բայց ոչ մի բան էլ չստանաք։ Հիշեցնեմ, որ սխալ խաղադրույք կատարելու դեպքում դուք միավոր չեք վաստակելու, այնպես որ հիմա եղեք ուշադիր։ Դոնա։ Քանի որ հավելյալ միավոր չունենք, ես 120 միավոր դնում եմ, չգիտեմ, ես իրան շատ եմ վստահում, իրա վրա լրիվ վստահ եմ, բայց չգիտեմ, ռիսկի դիմեմ, որ կլինի առաջինը։ Եկեք ռիսկի դիմեմ, իրան ինձնից շատ եմ վստահում։ Որ Նարեկը կլինի առաջինը։ Լավ, խաղադրույքը ընդունում եմ։ Անաստասիա։ Ես սիրում եմ ապահովագրել ինձ, դրա համար կդնեմ երկրորդ տեղ 120, իսկ 100-ը կպահեմ Արմանին։ Լավ, խաղադրույքը ընդունված է։ Միլա։ Ես 100 միավոր
կդնեմ, 140-ը կթողեմ հրագին, ուժային խաղերում։ Այդքան էլ չես վստահում ամուսնոտ։ Վստահում եմ, ուղղակի քանի որ առաջին խաղի ժամանակ իր մեջ կոմի փոքր ցավում էր, ես երրորդ հորիզոնականում կդնեմ 100։ Երրորդ հորիզոնականում։ Ինձ ուղղակի շատ հետաքրքիր է հրագը ոնց կարձագանքի։ Լիլ։ Ես որոշեցի մոտավորապես երկու մասի բաժանել, բայց 20 միավորով ավել 140 կդնեմ առաջին հորիզոնականի համար։ Ուղղակի որովհետև գալուց առաջ Հովոն ինձ վստահեցրել է, որ ինչ է լինի, վստահ լինեմ, որ ինքը իր ուժերի մաքսիմալը կանի, որպեսզի հաղթի։ Դրա համար ուզում եմ վստահել ու մնացած կեսը թողնել իրեն։ Ընդունված է խաղադրույքը, Աննա։ Ես հավասար կիսել եմ մեր քոյնները 200-ից 140-ը։ Շատ եմ ուզում վստահել ու դնել առաջինում, բայց քանի որ նախորդ խաղից պարզ դարձավ որոշ բաներ, եկեք ես դնեմ երկրորդ հորիզոնականի վրա, իսկ մնացած 140-ը կպահեմ իր համար։ Լավ, ես մի փոքր անվստահության հոտ եմ առնում։ Տեսնենք թե ուր կհասնի այս ամեն ինչը եւ Լիզա։ Ինձ թվում է ես էլ երկրորդ երրորդ տեղի վրա կդնեմ 140 coin, 160-ը կթողեմ իր համար, մի քիչ շատ սոտքի, որովհետև պապը ամեն անգամ փլավ չի ուտում։ Սկզբունքով էլի առաջին ուժերի վրա վստահես դու։ Ձեր խաղադրույքներն ընդունված են, ես հաջողություն եմ մաղթում տղաներին, նաև հաջողություն եմ մաղթում ձեզ։ Շուտով սկսելու են փորձությունները, տեսնենք թե ինչքանով ճիշտ կլինեն խաղադրույքները։ Սրանք ճիշտ կլինեն։ Բռնեք։ Աղջիկները խաղադրույքն արել են, ինձ ասացին խաղադրույքի, արդյունքները այսպես ասած, ինչ շատ հետաքրքիր է լինելու ամեն դեպքում ձեր պայքարը, բայց ասեմ, որ կանայք կան, որ բավականին հավատում են իրենց ամուսիններին կամ կողակիցներին, կանայք եւ աղջիկներ կան, որ այդքան է չէ, միջին։ Ես ձեզ մաղթում եմ ամեն դեպքում լավ պայքար, որովհետեւ մի բան ասեմ, իմանաք, 6-րդ տեղի համար խաղադրույք չկա։ 6-րդ տեղ գրաված մասնակիցը, շուտով խաղը կբացատրեմ, այսպես թե այնպես միավոր չի վաստակելու։ Մնացած բոլոր տեղերը, 5-ից մինչև առաջին տեղ, ունեն հնարավորություն միավոր վաստակելու։ Խաղը շատ պարզ է, ոտքերով եւ ձեռքերով, պետք է կախվեք այս ձողերից եւ դիմանաք մաքսիմում երկար։ Ինչպես հասկանում եք, այսօր տղաների համար ֆիզիկական օր է։ Դուք պայքարեցիք ձեր կողակիցները ձեր գրկում, հիմա արդեն ձողն է ձեր գրկում հայտնվելու, նենց որ այստեղ արդեն քաշի հարց չկա, այստեղ միայն դուք եք եւ ձողը։ Փաստացի պարտվում է այն մասնակիցը, ում մարմնի որևէ մասը կպտում է գետնին։ Կընկնես թե կկպտի կապ չունի։ Ոչ մի այլ կանոն չկա, միայն որ դու պետքա դեմքով լինես դեպի ձողը։ Պատրաստ 3 քաշվից 1 2 գնացինք։ Սա մաքսիմում դիմադրողականության պայքար է, բայց հնարավոր է, որ որևէ մասնակից զբաղեցնի առաջին տեղը, նա ամեն ինչ անի, որպեսզի հաղթի, բայց ստացվի այնպես, որ իր կինը կամ իր կողակիցը չի հավատացել այդ արդյունքին։ Ամեն դեպքում վերջին տեղ զբաղեցած մասնակիցը կամ այն մասնակիցով առաջինը կընկնի կամ որևէ մարմնի մաս կկպնի գետնին, այսպես թե այնպես այս փուլից անցնելու է մյուս փուլ 0 միավորով։ Եվ հույսը դնելու է միայն իր կողակցի վրա։ Ձեռները սղում է։ Բոլորին նույն պայմանն է։ Ձեռները սղված, չկարես։ Նարեկի ձեռքերը սղում են։ Սղած, այո։ Նարեկ կուզես իմանալ, թե ինչ խաղադրույք է կատարել կինը։ Եվ իրանից էլ կիմանաս, երբ որ գա։ Զիլեր։ Ամեն դեպքում արդեն Նարեկ դոնաձույգը չունի միավոր եւ քո հույսը, որպեսզի դուք չհայտնվեք վտանգավոր գոտում, դա քո ճիշտ խաղադրույքն է դոնայի վրա եւ նաեւ դոնայի ճիշտ կատարումն է։ Ասեմ, որ այն զույգը,
Ով վաստակում է երկու խաղերի արդյունքում ամենակիչ քոյնը միանգամից գնում է վտանգավոր գոտի։ Արևը շատ է խանգարում այս խաղի ժամանակ։ Ասած ուսերով լավ ձգել եմ, բայց արդեն քրտնում է ու իջնում եմ ներքև ու այդ պահին մտածում եմ ինչ խաղադրույք է կատարեմ Իլան։ Ասեմ որ իմ ձեռքում մեր գործընկեր OKF բրենդի ըմպելիքներն են եւ նաեւ մենք ունենք մակիատո։ Հիմա ասա հյութ թե մակիատո։ Առաջինն էլ դուրս եկել, ո՞րն ես ուզում։ Արդեն մեգացատեմ։ Քեզ բարի ըմպում, ես մեկն էլ ես կխմեմ։ Արամ ջան, ի՞նչ է կանես ախպերս։ Ինչ է կատարվում այս պահին։ Արտուր ոնց ես։ 20 չոք ունես, ինչի։ Չես, ի՞նչ է հələ։ Չէ։ Թեմերը երկար է փաթաթել։ Հիշում եք, չէ՞, որ Արտուրը եւ Լիզան գրավել են առաջին հորիզոնականը։ Առաջին խաղում որպես զույգ։ Եթե նրանք երկու խաղերի արդյունքում ճիշտ խաղադրույքներ չկատարեցին միմյանց վրա, այսպես թե այնպես այդ միավորները ուղղակի կորելու են։ Դրա համար ամենակարևորն է, որ դուք այս պահին զգաք, թե ձեր կողակիցը ինչ խաղադրույք է արել ձեզ վրա։ Հնարավոր է դու ուզում ես հաղթել, բայց քո կողակիցը մտածում է, որ դու զբաղեցնելու ես 4-րդ հորիզոնականը կամ 5-րդ հորիզոնականը։ Չեմ կարող ասել։ Ես ունեմ տակտիկա։ Իսկ թվում է երրորդն է ինձ ընտրել։ Մի օքի հենց ընկավ, ես ընկնում եմ։ Լավ։ Դու գիտես, Հովանես ջան։ Պետք է նիհարեմ, հա, ոնց որ արամ։ Հա, Արտյան։ Մազայն եմ։ Արման, ինչ ես կարծում, քո կողակիցը ինչ խաղադրույք է արել քեզ վրա։ Օպա, մեկ րոպե, օպա։ Հրագը 5-րդ հորիզոնական։ Ես կպահեի ինձ։ Հովանեսը 4-րդ։ Հա, 4-րդ։ Արտուրը 3-րդ։ Ձեռներս էլ բացարձակ չեմ զգում։ Ու լսում եմ Հովոն ասում է տղեկից հեսա ով թողեց, հետևից ես եմ ընկնում, ես էլ ասի վсё, ուրեմն Հովոյից հետո հասած ընկնողը ես եմ։ Ամ լրվում ես։ Արմանը, թե Արամազդը։ Մի կերպ կախված եմ օդից, ձեռքերս սղում է երկաթը տակ։ Ֆրացի Արմանին արցիասի Արման երկար ես կախվելու, ասեց, հա, ասել իմաստը ո՞րն է ես մնամ։ Ու տենց ընկա։ Էլի լավ է։ Օպա։ Ես եմ մնամ։ Դու մնա, Արամ ջան, դեռ մնա։ Երկրորդ հորիզոնական Արամազդը, Արմանը կարծես թե տենց իր վեջը չի։ Կարմանը դարել է այդ տրուբի հետ 1։ Ես չգիտեմ ինչի համար են մասնակիցները այդքան զարմացած, որ ես երկար մնացի, եթե պետք լինի, էլի կմնամ, քանի որ շատ հեշտ է ինձ համար կախված մնալը։ Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Արմանը, կարանք մի հատ ողջունենք Արման ջանի, շնորհավորում ենք քեզ, ապրես։ Մերսի։ Երկրորդ հորիզոնական Արամազդը, երրորդ հորիզոնական Արտուրը, 4-րդ հորիզոնականը Հովը, 5-րդ հորիզոնականն է Հրագը եւ 6-ը Նարեկը։ Գիտեք ինչն է հարցը, ես չեմ հիշում Վիվտաշը ինչ խաղադրույք է կատարել քեզ վրա։ Եթե Վիվտաշը քեզ վրա խաղադրույք չի արել, որ դու կհաղթես, դու միավոր չես վաստակելու, հաղթելով այս խաղը։ Ինձ մահովան իմ հույսերն արդարացրել։ Ինձ էլ ատվում, բայց չեմ ուզում նայեմ ենքով։ Հովան։ Նորեկի դեմքը։ Հեսա ընկած եմ։ Oh my god։ Իսկ կարային օրինակ մենակ ամուսինների վրա են ստակեն։ Նորեկը ստխուրա։ Կյանքս դու։ Այմար չենք մերը դուք է։ Ձեր կողակցի մոտ, ամեն մեկը ձեր կողակցի մոտ։ Ես դեմքա։ Չեն ասա։ Միլա, որ բոքսում ես դու խաղադրույք կատարել։ Երկրորդ։ Երկրորդ բոքսը դա կամ երկրորդ կամ երրորդ հորիզոնականն էր։ Հրագը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Դուք միավոր չունեք։ Ոչինչ։ Ես ուղղակի սպորտ եմ անում իրան։ Լիզա։ Դու որ բոքսում ես դրել խաղադրույք։ Երկրորդ։ Որը երկրորդ կամ երրորդ հորիզոնականն էր։ Այո։ Արտուր զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։ Ես տեսա։ Լիզա Արտուրը 3-րդ հորիզոնականը զբաղեցրել։ Երկրորդ, երրորդ տարբերություն չկա։ Ստավկան աշխատել է։ Մտածում էի առաջի տեղը դրել։ Հա դու մտածում էի, հասկացա։ Լիլը վստահ էր իր ամուսնու հաղթանակի համար։
Ո՞վ մտածում էր, որ դու դրել ես երկրորդ բոքս եւ իրան գցեց։ Լուրջ։ Կյանքս եմ որ ասում էի առաջ տեղ է, էտի մեր Սիսյանի բարբառով 4-րդն է։ 4-րդ։ Իմացի։ 4-րդն է, էլի։ Կյանքս դու ինձ չէիր ասել, որ ես քեզ հավատամ, ես հենց այդպես էլ արել եմ։ Դե ճամփատու հավատացողները ինչ աս։ Դոն, ինչ ես կարծում, Նարեկը ինչ ա արել։ Իսկ ո՞նց ես կարծում էլի։ Կարծում եմ հաղթել։ Երանիշ թվերը խոսքի ես քեզ ինչ ցուցանիշ ցույց տված։ Դե հաշվի առնելով, որ հիմա մի քիչ անվստահ ես խոսում առաջին։ Շատ վստահ երանիշ եմ ասում։ Երանիշ երրորդն եմ արել։ Դոն, տեխնիկական խնդիր ա եղել։ Սկսելուց ընդամենը վայրկյաններ անց Նարեկի ձեռքերը սղացին։ Այնքանով իր բաժինը չունի մեղքի, որ օրգանիզմը լինում ա, որ կրտնում է եւ ստացվեց այդպես։ Նարեկը եւ դու այսպես թե այնպես ինչ խաղադրույք էլ դու անեիր, չէիք ունենալու միավոր, որովհետեւ գրավեց վերջին հորիզոնականը։ Ուզում հասկանամ չսկսած խինգ ար դու։ Իրականում չսկսած չեմ ընկել, ուղղակի տես, ես քանի որ իմ քաշը երանիշ է, հա, ես դա չեմ թաքցնի, ես ուզում եի ուղղակի ձեռքս ուղեմ ու սխած ընկա։ Դեռ տենդենսը ձեր թիմը վերջից առաջին, Արամ։ Այո, վերջից առաջին։ Ես ուզում եմ լսել այն միավորները, խաղադրույքները, որոնք կատարել են Աննան եւ Վիվտաշը։ Աննա։ Ես կատարել եմ խաղադրույք երկրորդ հորիզոնականի վրա։ Առաջին խաղից հետո հետևություններ անելով։ Երկրորդ հորիզոնական։ Վիվտաշ։ Ես նույնպես երկրորդի վրա եմ դրել զուտ ապահովագրելու համար մեզ։ Հասկացա։ Կեցես։ Բայց այսքան կրվում ենք, եթե երկրորդ եմ դրել ինքը առաջինն է։ Արտուրը եւ Լիզան ունեն միավոր։ Վիվտաշ։ Արմանը ֆենոմենալ արդյունքով գրավել է առաջին հորիզոնականը։ Ես կրվածրել եմ իրան։ Նույնիսկ չկար։ Նույնիսկ վերջում մենք ստեղ խոսել ենք։ Ինքը հələ կախված էր։ Ինքը կախված էր։ Լերես։ Վայ, մենք սենց չենք պլանավորել։ Խես լացա։ Հուզվում եմ ոչ թե նրանից, որ պարտվեցինք, այլ գիտակցեցի, որ գուցե կյանքում թերագնահատում եմ Արմանին։ Ոչինչ։ Ոչինչ։ Խաղա։ Դիպուկ երկրորդի Աննա Արաման զույգը։ Դուք սիրելիներս, այսպես թե այնպես ունեք արդեն վաստակած միավոր, վաստակած քոին։ Լիզա ջան, ինչքան խաղադրույք եք կատարել։ 140։ Արտուրը եւ Լիզան միավոր են վաստակում մեկը մեկին, այսինքն դուք պահպանել եք ձեր 140 միավորը, դուք այս պահին գոնե առաջատար եք։ Աննա, դու ինչքան եք դրել։ 140։ Օպա, երկրորդ բոքսը մեկը մեկին էր։ 140 եւ 140 մենք ունենք առաջատարներ, դա Աննա Արամաստ, Լիզա Արտուր զույգերն են, ծափարենք։ Նայեք, Նարեկ ջան, ստացվում է դուք երկու անգամ գրավելով վերջին տեղը, Արմանը եւ Վիվտաշը, Արմանը գրավելով առաջին տեղը ունեք ամբողջովին նույն միավորը, որովհետեւ այստեղ հիշեցնում եմ, նույն ձև նաեւ հրագը Միլան, Պովոն եւ Լիլը։ Այստեղ ամենակարևորն է ճիշտ խաղադրույքը։ Ես ձեզ մի քիչ մենակ թողեմ շփվեք, արդեն կհանդիպենք տղաների հետ խաղադրույքի վայրում, իսկ աղջիկներ ձեզ Անահիտը կուղեկցի շատ հետաքրքիր խաղի վայր, ձեզ մի քիչ մենակ թողեմ։ Չէ, ոչ մի բան չէ։ Միավոր չէր տալի, բայց բայց ես այսինքն իրա վրա այնքան վստահ չեմ 6 եմ դնում։ Էդ իմ համար նորմալ չի, որ ես իրա վրա 6 դնում։ Լավ երեխեք։ Դե լավ, դե մեկը սաղովին Լավ, եկեք զիլի կախանը։ Պայման կա։ Ով գրեց։ Ով գրեց երկրորդ տեղի համար Տոմսը առնա։ Կարան ասել դու։ Ոչ չորսով գնա։ Աղջիկները պատրաստվում են մեկնել Վայոց Ձոր։ Նրանց այնտեղ սպասվում է բավականին բարդ փորձություն։
Վերջ աղջիկներ, մենք հիմա ուղևորվում ենք դեպի Վայոց ձոր ու ոնց միշտ այս անգամ էլ բացառություն չի, ես օգտագործում եմ թուգիս հավելվածը, թուգիսի միջոցով ես կարողանում եմ ճշգրիտ ու արագ իմ ցանկացած երթուղին գծեմ, թուգիսը մեր նավիգատորն է, քարտեզն է, որը մեզ տանելու է դեպի ճիշտ նշանակետ։ Գնացինք։ Այդ բանը իրականում սկզբից լրիվ ուրիշ ձև է։ Պատկերացնում եմ, որ դες հա, եկա կմնամ, բայց չէ, ապա իրականում շատ դժվար է, որովհետեւ բացի քաշը ինքը ձեռքերդ սոպիկի քրտնում։ Գոնե Ես ուզում եի ուղղվեի, բայց սաղած էլ չկարողացա։ Ես դեպի 13 կարծո ենք անելու, հա։ Ասես ջեյ չէ հաստ։ Մեկ էլ տենա մի հատ աղջիկ է գալիս sense սինիով, սոկերով ու տղեկի մոտ օդը կայնում է։ Ֆրացի տեսա գալիս է։ Բայց ես պայթակնամ էի։ Արմանի հաստա ու չես կարող դու իրան մենք մնաս շանս սպասում չունենք։ Ես ու Վովոն տեսանք, հերվից գալիս է։ Տղեկ, բռնվեք։ Ես քաշի իրանը անում է։ Ես ով ֆրացի տեսա Արմանի։ Ջոգիչ թեթև իր համար լրված է, ու պրոստը լրվել է։ Բայց ես բացարձակ չեմ նայել։ Մի քիչ։ Ինչ որ մեկը մոտեցավ մեր սեղանին, հյուրասիրեց հյութերը ու այդպես էլ գնաց, չեմ էլ նկատել, անկեղծ ասած, ով է եկել, ով է գնացել, առհասարակ չի էլ հետաքրքրում բացարձակ տոնայի ականջը կանչի։ Ասկայն լավ մեկ այլ ձգել։ Ես որ արդեն անջատեցի խաղից։ Քուրիկ ջան, տես լավ չի, այստեղ կանգնի, այստեղ։ Ես նայի ասի, ինչքան կարա հələ սենց մնա, ու մնացել են չորտել։ Բարև ձեզ։ Լավ դուք։ Արամազդի հետ զրուցում եմ, նկատեցի, որ ուշադրությունը շեղվեց։ Պտտվեցի, տեսնեմ խմելու բան բերեցին։ Դե իհարկե չէիր կարա չնկատեիր, թե իրան, թե իրա հագուստը։ Տղերքից իրականում նայեցին, բոլորն էլ նայեցին բացի ինձ, որովհետև ես առհասարակ նայելու պատճառ չունեի, թե չէ, բոլորն էլ նայել են ինձ թվում, հա, մենակ մեջներից ես չեմ նայել։ Չէ, ես չեմ նայել, հաստատ չեմ նայել։ Ախպեր, ես կլինեմ, բայց սոկը խմեմ։ Ախպեր սպանի։ Որը ուզում ես խմի, ախպեր ես։ Չեմ գնեմ ես բաժ։ Զերո շուգր է։ Հա, բայց խմել էի։ Բայց խմել եմ։ Հա, ոչ։ Ինքը։ Իհարկե նայում եմ, աչքերը տված են նայելու համար։ Եկավ անհարմար դիրքով կանգնեց հրագի մոտ, այս հրագը սխառնավ, էլ չգիտեր հետ ձգվի, ծախ է թա, աչ է թա, ընկել էր փակուղի։ Տենաս, վիվտաշս ոնց է։ Ապա դուք էսի չեք ջոգում, հորս արավ դուք էսի չեք ջոգում, էսի Արամի բանը սարկածներն ա բռատ։ Էսի հետո որ գա, տենա ով նայեց, աջան, էսի Մամա կբերի։ հա, ես ինչ մեղ կունեմ։ Սեղանել ջանաչափ շնորհակալ ենք, բայց դա մեզ պետք չի։ Ես չեմ խմում էսի ախպեր, ույշի բերած ես չեմ խմում։ Էլի չի կելասպել, նա կռանում է։ Բայց ջորը որ սեղաներն են նա դու Գիտի ուր դե գալի կռանում ուրեմն։ Вообще подходի վարան չկա, Вообще չեմ ջոգում։ Ախպերս ես մեծ հաճույքով կներ, եթե բայց ես թոփան չէ։ Ինչպես մի բան կա, չէ՞։ Որ ասում էի նայ մեջդ մի պայ այսա զավե եղտա։ Բայց ես ուր չեմ, ես ինքս իրաց բան էր, էլի։ Ովս դու քո հավատարմությունը ցույց տվիր հիմա։ Դու խեղդվես, բայց ուրիշի բերածը չես խմի։ Լասեք, ես ինչ էր եղել։ Ինչ էր էլի, պատմեմ այս։ Ով, աղջիկա, ով բերեցին։ Նա կռացել։ Ասում է, Ոս ման էի գալի, ես մտել էի կոֆենուրա։ հենց դնի կվերցնեք, որ օգտվեք, էլի։ Ես էլ ընդհանրապես խասակ չունեմ նայելու ով այն չէ, իր մոտ անջատած է, բայց դե вообще подходի վարիանտ չկա։ Դու նայ։ Եկավ սեն։ Հենց գալիս ես։ Ես տեմ նայեմ, զրույց եմ անում, հա։ Ու այդ բան էդի եմ ֆիքս, հենց դնի վերցնում եմ։ Որսս դրեցս։ Շատ անհարմար էլի այն որ։ Քանի որ այս ըմպելիքներն արդեն դրված է խմեցիք, ես էլ եմ մի հատ ուզում խմեմ, ուզում եմ մեր գործընկերոջ մասին ձեզ ներկայացնեմ, հատ խմելուց հետո անուշարար։ Ըմպելիքները ներմուծված են Արգե բիզնես ընկերության կողմից եւ պատկանում են
հարավկորեական ըմպելիքների շարքին ներկայացնում են OKF բրենդը։ Հենց որ անուշ արեք, Ես թվում է լավ էներգիա պետք ամբողջ օրվա համար, այսօր բավականին փակ օր է, էլի։ Ինչ եմ ասում, որովհետև OKF-ը ներկայացնում է բազմազան համերի աշխարհ ու ամենակարևորը թարմանուշարի։ Շատ համը։ Գնում ենք քվեարկության հեսա։ Գնացինք։ Խմենք ու գնանք։ Շատ լավ։ Խաղադրույքի սեղանը ձեր առջև դրված է, դեռ այսօր 6 հոգի ենք, վաղվանից արդեն խաղադրույքի սեղանի առջև նստած կլինեն թմեն 5 հոգի։ Թե ով կլքի նախագիծ առաջին օրը կախված է, իրականում կախված է այսօր ձեր խաղադրույքից եւ թե ինչպես կհամընկնի ձեր կանանց եւ կողակիցների, այսպես ասած, փորձության արդյունքում։ Փորձությունը կապված է բարձրության հետ։ Աղջիկներ, Այո։ բացեք աչքերը։ Աչքերս բացում են, տեսնում եմ Դորնա։ Հեն, ո՞նց է։ Հիանալի, Լավ է։ Ապրեք։ Մի քանի վայրկյանից դուք եք թռնելու։ Այդ հարցը։ Ուզում եմ ասել, որ արդեն շատ եմ սկսում սիրել սիրախաղը։ 3 բոքս է, 3 հնարավորություն խաղադրույքի։ 4 հնարավորություն կա։ Մեկը դա, երբ որ նրանք չեն անում, դրա համար միավոր չկա։ Երկրորդը, երբ որ նրանք դա ուղղակի անում են, դրա համար երրորդ բոքսն է։ Դուք դնելով խաղադրույքը հետ եք բերելու կեսը կորցնելու եք, բայց ամեն դեպքում 0 չի լինելու։ Երկրորդ հորիզոնականը, եթե նրանք այդ այն ինչ որ պետք է անեն առաջինը, դա մնում է նույնը։ Եթե դուք մտածում եք ձեր կողակիցը կանի, հա, այդ գործողությունը առաջինը, կապ չունի ինչ է։ Դուք ձեր տեսակը գիտեք, ձեր կողակցի տեսակը գիտեք։ Ինչքան որ դնեք, այդքան գալիս է ձեզ մոտ։ Եվ առաջին հորիզոնական ամենաբարդը, այդ գործողություն անելուց եթե ոչ մի ձայն չի հանում, կամ լավ, ասենց ասեմ, ոչ մի ձայնը շատ հարաբերական է, չի բղավում, կրկնապատկվելու է։ Դե ոնց հասկացաք, ձեր փորձությունը սա էր։ Ոնց եք։ Պատկերացնում եք, որ Վախեցած, լարված, սենց խառ էմոցիաներով։ բայց ժպտում եք, Մի քիչ էլ ծիծաղում եք։ ջղայնացած։ Խիա այս դժվար բաները մեզ հասնում։ Գիտես խիա դժվար բաները ձեզ հասնում, որովհետև դուք կարաք։ Աղջիկները ամեն բան կարա։ Վերջ բաները թռնում են, մնացինք։ Ասեմ, որ մենք կոնցեր ենք։ Եղեք չմոռանաք նես թռնեք հիմա։ Այո, ձեզ սպասվում է rope jumping։ Ձեզ համար այս ամենը կազմակերպել է Scream of Soul-ը։ Պրոֆեսիոնալ թիմ է, մենք հիմա գտնվում ենք Չքնաղ Վայոց ձորում, Եղեգնաձորի մոտակայքում, ասեք, որ տեսարանը ու համել խոստովանեք, որ վախերը մի կողմ դրած ինչ-որ մի օր երազել եք, հաստատ այս հատկա անել, ազատ անկում է կոչվում։ Այո, ես պետք է խաղադրույք անեի, ախր ես վստահ եմ ձեզ վրա, բայց ուզում եմ մի բան զգուշացնել, որ չի եղել
խաղադրույք, որ որևէ մեկդ չեք ցածկի։ Այդ խաղադրույքը գոյություն չունի։ Թե ինչ խաղադրույքներ են, ես դրա մասին ձեզ չեմ կարող ասել, բայց այդ խաղադրույքը բացառեք, որովհետև դա չկար։ Իսկ եթե ինչ-որ մեկը չի ուզում ցածկի, դա ձեր իրավունքն է ու ձեր ցանկությունը։ Բայց զգուշացնում եմ, եթե ուզում եք քոիններ վաստակել, պետք է ցածկեք։ Իսկ ինչքան է մի ցածկը։ Ես հիմա առուծախով չեմ զբաղվում։ Այնտեղ ամեն բան որոշված է, բայց հիմա ամենակարևորը ինձ պետքա մասնակից, ով կհայտնի իր ցանկությունը առաջինը թռնելու։ Օլալա։ Ու այդ պահին մենախոսում եմ Արմանի հետ, ասում եմ Արման, դու հաստատ կգուշակես։ Ես չէի կասկածում։ Այո! Մոտեցիր, ապրես։ ես էլ եմ մտածում առաջինը Ես անկեղծ չէի կասկածում, որ հենց առաջինը կլինես դու։ Ես պետքա խաղադրույք անեմ։ Դու պետքա հուշեր տղաներին։ Անահիտը։ Այ, մի խոսքով մնացած մասնակիցներին խնդրում եմ ընտրել հերթականություն։ Ես Անաստասիայի հետ մոտենում եմ դեպի թռիչք։ Հետո հերթով կվերադառնամ եւ ձեզ կտանեմ ինձ հետ ազատ անկման։ Պատրաստ եք, չէ՞։ Այո։ Սկսեք մտածել։ Մենք գնացինք թռիչքով։ Այո։ Քիչ առաջ Արգե բիզնես ընկերության կողմից ներմուծվող OKF ըմպելիքները մատուցելիս բավականին տեսքով աղջիկ էր մատուցում եւ դուք փորձվել եք։ Դուք լավ էլ հասկացաք, որ ոչինչ պատահական չի լինում մեզ մոտ եւ մի տղա ամենալավն է իրեն դրսեւորել։ Նրա կողակիցը շատ կուրախանա, որ իր կողակիցը, այսպես ասած, ճիշտ է անցել։ Մնացածի բավ դեռ բան չեմ կարող ասել։ Արման, դու ունես հավելար 40 քոին։ Այնպես է ստացվել, որ դու ամենալավն ես անցել փորձությունը, որ ասեմ, տենց իդեալական ես անցել, սուտ կլինի, բայց ամենայն դեպս այն ինչ որ ֆիքսել է տեսախցիկները, քեզ մոտ էր Արթուրը, բայց ամեն դեպքում դու ավելի բարդ իրավիճակում ես, ավելի լավ քեզ դրսևորեցիր։ Արդարա։ 40 քոին հավել ունես։ Ողջույն աղջիկեք։ Ողջույն։ Այսօր ձեզ սպասում է տպավորիչ օր։ Ինչ որ մեկը հաղթահարելու էր վախերը, ինչ որ մեկը երազանքն է կատարելու, բայց անտարբեր միանշանակ չեք մնալու այսօր։ Մենք գտնվում ենք շատ սիրուն կիրճի մեջ եւ այսօր ինչ որ մեկը ձեզանից զգալու է ազատ անկում, միգուցե սառատ։ Կարևորը մի քանի բան ֆիքսել ձեր մեջ, որ այդ սախ արկածները ձեր համար լինեն մաքսիմալ անվտանգ։ Ձեզ հագցնել ենք ամրագոտի, շատ ամուր եւ սերտիֆիկացված, ամեն ինչ երկու հատ մեր համակարգի մեջ բացարձակ չկա հնարավորություն, որ ինչ որ մի կետի հետ խնդիր կլինի։ Սաղ տարիներով, տասնյակ հազար թռիչքներով ստուգված է։ Դուք այսօր ստուգողը չեք։ Դուք այսօր հաղթահարողն եք ձեր վախի։ Հիշեք, որ կյանքի ամենավառը եւ հիշվող պահերը ձեր կյանքում լինում են, երբ որ դուք քայլում եք այդ քայլը վախից առաջ։ Սա կյանքի պահերը եւ այդ պահերից մեկն է։ Բրավո։ Ամենակարևոր պահը, ինչ որ կարամ ձեզ խորհուրդ տամ։ Մեր մեջ կա պաշտպանող մեխանիզմ։ Ինքը չգիտի, որ պարաններ է ձեր վրա ֆիքսված լինելու եւ ինքը փորձելու է ձեզ պաշտպանի եւ ասի չէ, ոչ մի դեպքում մի թռեք։ Բայց դուք եք ղեկավարում ձեր մարմինը, ձեր ուղեղին։ Սա խնդիրը այնտեղից է գալիս։ Մի կար ժամկետ, մի փոքր անջատում եք ուղեղը, լսում եք իմ ձենը, միգուցե հաշվարկը եւ կատարում եք միակ քայլ։ Դոշով, ջանով դեպի առաջ, ոնց որ ծիտիկ։ Վաու։ Եվ դրանից հետո 4 վայրկյան հետո դուք կստանաք գարմոնների մի հատ մեծ փունջ, դոֆամինների, սիրոտոնինի, որը դուք հավանաբար երբևէ չեք փորձել։ Հուսով եմ դուք հիշեք այդ օրը երկար։ Պատրաստ եք։ Այո։ Վստահ եք, որ պատրաստ եք։ Նարեկ քեզից ենք սկսելու։ Դոնան ունի վախ բարձությունից։ Դոնան չունի, առհասարակ ոչ մի բանից վախ, ու ես իրեն ողջունում եմ ու քաջալերում եմ միանշանակ։ Ես համոզված եմ, որ ինքը հաստատ հաղթանակած կգա ու ոնց ես իրան հիասթափեցրեցի, սենց շակերտավոր ասած, ինքը դա չի անի մեր զույգի պարագայում, ես լիովին իր վրա
հույսս դնում եմ։ Իսկ նա կանի դա առաջինը, կանի առանց ձայն, թե ուղակի կանի։ Չէ, ես ռիսկի չեմ դիմի, ինչքան էլ որ ես իրան վստահում եմ, ես կդնեմ երրորդ բոքսի վրա։ Քո որոշումն է։ Հաշիվի եկից, 3, 2, 1, գնացինք! Այո։ Բայց ինչ կայֆանում։ Այո։ Թրա ու ոչ մի բան չեմ զգում, ուղղակի զգում եմ ազատություն։ Զգում եմ թե այդ ինչ է։ Արդեն աշխարհը իմն էր։ Ոստվա։ Էս պետք է անել ժողովուրդ։ Արման դե կարա ինքը չորոշի, բայց ինքը համենայն դեպս եթե խոսքը գնում է էքստրեմալ ինչ-որ փորձության մասին, ինքը առաջինը պատրաստակամություն կհայտնի, եթե ոչ բարձրաձայն, ապա հոգեպես ինքը վստահ եմ պատրաստ է։ Բայց որը կանի։ Իսկ առաջինը ասեցիք, որ առանց ձայն, նա վստահ եմ էլի, որ դա կանի առանց ձայն, բայց քանի որ ինքը ինչ-որ բան անելուց առաջ այդ կդի ցանկացած էքստրեմալ բան, սիրում է ուղղակի բղավել, ստեղ մի փոքր կասկածում եմ, դրա համար վստահ եմ, որ կանի, բայց առաջինը ինքը հարաբերական է, քանի որ Քո որոշումը երկրորդը։ Բայց եթե հիշեցում, եթե ինքը չի անում առաջինը, դու միավոր չունես։ Առաջինը, հա, հասկացա։ 6 մասնակիցներից որևէ մեկը առաջինը պետք է պատրաստակամություն հայտնի, իրականացնի այդ գործողությունը։ Եթե դա չլինի վիֆտաշը, քո դրած խաղադրույքը սխալ է։ Երկրորդ։ Դու ռիսկի ես գնում։ Հասկացանք, այս դեպքում 140 եթե դու ճիշտ ես լինում 140 մնում է քեզ, եթե ոչ ունենում է 0 միավոր։ Դե ինչ դուրս եկա, որպեսզի սխալ չհասկանանք, եթե սա էլ ընտրեմ, ինքը եթե արեց, բայց ձայն հանեց, էլի միավոր այո, չի լինելու։ Չի լինելու։ Այս դեպքում էլ եթե առաջինը չարեց, չի լինելու։ Չի լինելու, դե այդ դեպքում Դու մտածում ես նա առաջինը կլինի։ Շատ լավ։ Քո իրավունքն եմ։ Ես վստահ եմ, որ վիֆտաշը կանի ու էլ ավելի վստահ եմ, որ առաջինը կանի։ Որոշունչ, հաշիվի եկից հիմա, 3, 2, 1, բարձինք! Բարձինք! Վերջներ, ես ես կյանքում չեմ մոռանա, կյանքում ու ամենակարևորեն վախը, որ զգում ես, ու հաղթահարում ես, մի հատ ուրիշ աշխարհ է, ես գոհ եմ այսօր ինձանից։ Հրակ։ Ես Միլային ճանաչելով գիտեմ, որ բարձրությունից վախում է, ուղղակի այսօրվա ասենց խաղերի հետ կապված սիտուացիան ունեցած ստեղծվել, որ ինքը հաստատ գնալու է ռիսկի, ինձ տենց է թվում, ու ինձ թվում է սեն շանսն է, որ ինքը իր մեջ հաղթահարելու է։ Ես շատ ուրախ կլինեմ։ Ես կդնեմ երրորդ տարբերակ։ Եթե դու ճիշտ ես, դու կունեք 70 քոին։ Գոնե առավել եք լինելու, քան Դոնան եւ Նարեկ։ Այո։ Ես մտածում ինքը անել, ինքը հաղթարել է այսօր այդ Ես միայն ուրախ կլինեմ յուրաքանչյուր հաղթանակի համար, ֆոբիաների, վախերի։ Տեր Աստված քո հետ խնդրում եմ պաշտպանիր, բայց ես վախենում եմ։ Մենք սա վախենում ենք, մենք քո հետ միասին ենք։ Կարող ես չգնամ։ Ուշադիր լսի։ Մի վախեցի ու հետո փոշմանել ես, որ չես արել։ Իսկ արածիդ համար չես փոշմանելու։ Բայց շատ ворցրու։ Խնդրում եմ քեզ լսի հիմա։ Քեզ հիմա զգա ու քեզ լսի, ամենակարևորը քո էմոցիաներն է։
լսի աչքերդ փակի ու ասա Միլա, կարում ես թե չես կարում։ Միլա, դու, ես գիտեմ, որ կարաս։ Ես որ աչքերս փակած կարամ թռնեմ։ Այո, բոլորը հավատում են, որ դու կարող ես։ Այո։ Միլա, Միլա։ Հաշիվ եկից, 3, 2, 1, գնացինք։ Հով, ին վաղեմ ինքեր, Այո։ ինչ կասես։ Արամս։ Ես գիտես վստահ եմ, որ ինքը անելու է դա։ Կա մի բան, որ լիլը չի անի, այդ տենց հարց կա, էլի, էքստրեմի հետ կապված։ Կլոստրոֆոբիա ունի ինքը։ Okay, մենք տենց խաղ կմտածենք անպայման։ Անկամ աջել է իրավրել լրիվ ծածկելուց ինքը միանգամից բացվող։ Չէ, այս խաղը կլաուստրոֆոբիայի մասին չի հաստատ։ Բարձրությունից չի վախենում, հաստատ կանի, հաստատ առաջինը չի անի, վստահ եմ, չգիտեմ ինչի։ Okay։ Իսկ ձայնով թե առանց այսա ոնց որ չկարողանամ իմ մեջ տենց է որոշում։ Կա որոշումը։ Իրանց ընտանիքում բոլորը էմոցիոնալ են։ Հո ես ապուշ չեմ, որ դնեմ Լիլիթը կանի, այն էլ առանց ձայն։ Դրել եմ, որ կանի։ Ոչ չեմ հավատում, որ թռնելու եմ։ Չէ, իմ մարմինը չի։ Չէ, դու հիմա պետք է հակառակը։ Հավատաս, որ դու էս անում ես, որ Չէ, պիտի թռնեմ, որ Մարկին ցույց տամ այս վիդեոն։ ապրես։ Ապրես։ Մարկը այսքան ուժեղ մամա ունի։ Այսքան ուժեղ։ Գնա ու այլի թրիչքդ։ Դու կարող ես։ Սանաստրախովկա։ Դին։ Ես հաշվում եմ 1-ից 1-ը եւ գնում ենք առաջ։ Դու պատրաստ ես։ Հաշիվ եկից հիմա, 3, 2, 1, գնացինք։ Ժողովուրդ, էմոցիաները այնքան շատ են, համ պահի տակ լացում եմ, համ ադրենալինս այնքան է բարձրացել, որ չեմ կարող բացատրեմ, բայց շատ կայֆ է։ Արամաստ։ Ես ասեմ, որ անուն էմոցիոնալ է ինքը։ Հա, ձայնը հանեցինք միանշանակ, որտեղ ինքը անգամ թեկուս, եթե իր կողքը մեծ ճանճ եղավ ինչ որ մի բանով, ինքը տենց ասոր ռեակցիա տալու է։ Առաջինը բացառում ենք, առաջինը ինչ որ կա ինքը անելու է, դրա համար տենց այդ երկրորդը որ առաջինը կանի թե առաջինը չի անի, չեմ կարող վստահ ասեմ։ Կարող նենց պահը ստացի, որ ինքը առաջինը չանի, ոչ թե չուզենա չանի, պրոստը տենց պահը ստացի, դրա համար ես էլ կդնեմ երրորդի վրա։ Ռիսկի չես ուզում գնալ։ Ռիսկի չեմ ուզում գնամ, չէ, երրորդի վրա կդնեմ, որ կանի։ Ես իմ կնոջը լավ գիտեմ, ինքը ռիսկով է, ինչ է լինի ինքը կանի։ Եկեք, առաջացնենք։ Աննա դու հոր։ Այս վիդեոն դա դնելու ենք իրար հետ նայենք ու ասես մոմի սիտ ուժեղ ես թռնում, ես էլ եմ ուզում։ Ու հետո մեծանաս գաս իրար հետ թռնենք։ Չեք նենց բաներ խոսում որտնած։ Քեզ հաջողություն։ Ուրիշ տեղից կա, ինչ տեղից կարամ ու ապրնվեմ։ Դեղին հատվածից մի։ Հաշիվ հիմա, 3-ից, 3, 2, 1, գնացինք։ Ձայն լսվեց, Անցանես։ Վերջ կենթանության նշաններ կար, վախեցա։ Ոյ։ Առաջին զգացողությունս այնպիսին է, որ ես խորտակվեցի խորը ջրի մեջ, ուզում էի անընդհատ ինչ-որ տեղից բռնել, աչքերս փակել էի ու չէի ուզում բացել, ու այն պահից, որ հասկացա իմ հետ այդ ամեն ինչը կատարվում, աչքերս բացեցի ու սկսեցի երգել։ Քեզ հետ ինչպես ծովի վրա
Շրջող ջայել լինեք ազատ Քեզ հետ միայն ես կլսեմ խոսքերը քո Արթուրցան Լիզան բարձրությունից վախում է։ Իմիջիալից մենք երբ որ տվել ենք, հարցատերտիկ ենք տվել, ֆոբիաների հետ կապված, վախերի հետ կապված, եթե չեմ սխալվում, Միլան չի նշել, միայն նշել է Լիզան, թե Միլանն էլ է նշել, չեմ հիշում։ Բայց Լիզան հաստատ նշել է, հիշում եմ։ Լիզան բարձրությունից վախում է, եթե թռիչք լինի, ինքը չի թռնի հաստատ։ Բայց չունենք այդպիսի խաղադրույք, ամեն դեպքում չունենք։ Այսինքն ես չեմ կարող պրոսը չդնեմ ու ասեմ ինքը չի թռնի։ Կա 3 բոքս, երրորդը դա կիրականացնի, երկրորդը կանի դա առաջինը եւ առաջինը դա կանի առանց ձայն։ Դա ռիսկի գնամ մի անգամ իր առաջինը։ Ճիշտ է, եթե միևնույն ինքը չի անելու։ Ինքը չի անելու, բայց անելուց ամենալավը թող լինի։ Չէ, դե հիմա թռիչքը օրինակ չգիտեմ, հիմա զիփլայնն էլ է թռիչք, զիփլայն հնարավոր է ինքը անի։ Հասկացա։ Այդ դեպքում հնարավոր է։ Ինքն էլ ազատ անկում չի լինի, բայց այստեղ ոչ ոք չգիտենք հաստատ ազատ անկում։ Ոչ մեկ չգիտի ինչի մասն է խոսքը։ Դրա համար ես երրորդ։ Ես գիտեմ, որ դու չես վախենում, ես առհասարակ Ես եթե բարձրությունից վախենամ, ես տեղ էլ հիմա չէի կարող գտնվել, չէ, բարձրությունը չի։ Ավելի շատ այդ ազատ անկման զգացողությունն է, որը ես տանել չեմ կարողանում ուղղակի։ Ես ի սկզբանե բոլորին ասել էի, որ ամեն ինչ կանեմ, բացի ազատ անկումից, որովհետև ազատ անկման զգացողությունները ինձ դուր չի գալիս։ Իսկ չես ուզում այդ հաղթահարես։ Չէ, չեմ ուզում իմ վրայով անցնեմ, չեմ ուզում ինձ տանջեմ։ Անգամ եթե խաղադրույքը չստացվի։ Ինձ թվում է, եթե ես թռնեմ, պալուբոմը չի ստացվելու, որովհետև Դու հաստատ ես որոշել։ Հա։ Բայց առաջարկում եմ այնտեղը դու թռնես։ Գոնե։ Եկեք, եթե կարելի է տենց։ Մեծ շատ կարևոր բան կա, որի մասին չէի ասել։ Ամեն օր, օրվա վերջում, ամենաշատ վաստակած միավորներով զույգը ունենալու է իմունիտետ եւ չի քվեարկվելու, միայն քվեարկելու է։ Այս պահին առաջատարը Արտուրն ու Լիզան են։ Եթե Լիզան ուղղակի իրականացնի գործողությունը, Արտուրին եւ Լիզային ձեզ հասնող չի լինի։ Բայց եթե չի իրականացնի, դուք այսպես թե այնպես արդեն առաջատարների մեջ եք, բայց 160-ից միայն 1 զույգ կարող է անցնել, դա Արամազդա եւ Աննան են, որտեղ ունենք 140, որը կարող ավելանա եւս 70-ով։ Ստացվում է, որ դուք կունենաք 210։ Մնացած ոչ մի զույգ չի կարող հասնել ձեզ։ Հենց որ այսօր իմունիտետով տուն կգնան կամ Արտուրը Լիզան կամ Արամազդա եւ Աննան։ Ինձ թվում է այստեղ ամեն ինչ կախված է Լիզայից։ Դե ինչ ելներս, տեսնենք թե ինչ է կատարվում աղջիկների մոտ։ Ես չեմ թռել կյանքում, բայց միշտ երազել եմ ու ես ադրենալինի սիրահար եմ։ Ես քո տեղը կթռնեմ։ Ես սիրում եմ քեզ, հարգում եմ քո որոշումը, ապրես։ Դե քեզ բարի թռիչք։ Ապրես։ Ես գնացի թռնելու։ Անահիտ, բայց սպասի կապեն նոր։ Պատրաստ եք, չէ՞ դուք։ Ես Լյուբոյի կարամ։ Այո, եթե վազում ես չես կանգնում։ Հա, ինձ չբռնեք։ Չբռնվես հլա ոչ տեից, ես մա կգամ, քո հետևից։ Ինչ կասես։ Այո։ Սաղ լավ է, հիմա ես քեզ, հապ։ Դու կապեք։ Ու թող ասեն, որ կանայք դուրսեր են։ Մենք արել
Աղջիկներն ավարտել են իրաց գործողությունները, գիտեք ի՞նչն է հարցը, իրանք ընդ ոնց են տանջվել կամ վայելել չեմ կարող ասեմ։ Իրականում դեստեղ ենք, բայց ուզում եմ ասեմ ինչ ա եղել։ Աղջիկները գնացել են Վայոց ձոր, այսօր եղել է շատ բարձր տեղից ազատ անկում։ Ազատ անկում, վաու։ Այո։ Այդ ազատ անկում ով արել ազատ անկում։ Ես հələ չեմ համարձակվում։ Դա շատ բարձր տեղից է, 100 քան 60 մետր թե 120 մետր, չեմ 120 մետր։ 120 մետր։ Լիզան թրած կնի թե չէ։ Ես իմն եմ մտածում։ Հա։ Ես իմն եմ մտածում։ Առաջինը ինքը։ Ես եմ մենակ։ Ես մի 90% վստահ եմ, որ չի թռել Միլանը։ Լավ, հեսա իրան բայց եթե այն 10%-ը թռել է, Դոնան հանուն մեզ դա կաներ։ Հասկացա։ Հələ մի ժամ ու կես մոտավոր ճանապարհ ունեն մինչև կհասնեն, ամո երեկոյան նոտ կհասնեն։ Եկեք օտոմատին անկերությունն էլ մեզ պաղպաղակ է բերել։ Աղջիկները այնտեղ մեզ զարմացրել են արդեն։ Աղջիկները զարմացրել են վստահաբար։ Ես չգիտեմ, սս տրամադրվում էի գնայի։ Թե եթե ազատ անկում է եղել Լիզան չի թռել։ Բայց դա վստահ ես։ Իսկ եթե թռնի քո համար ինչ կլինի, հետաքրքիր է։ Շատ ուրիշ էմոցիան է, որ ինքը իր վախը հաղթահարել է ու sense թռել է։ Կուրախանամ համ երկու բանով, այսինքն ինքը իր վախը հաղթահարել է ու թռել է ազատ անկում ունեցել ու համ էլ կուրախանամ, որ մենք հաղթեցինք, միավոր ունեցինք։ Բայց այստեղ մեր բան ասեմ, ոնց հասկացա ամենառիսկային բանը ես եմ արել, հա։ Երկուսն եմ դրել։ Թռնելու հետ կապված ես չգիտեի որ կարող է ինչ-որ թռիչք լինի, բայց գիտեմ, որ էքստրեմալ Անջան որը դեսնես, միքստաչոն։ Հա, իմիջիալոց միքստաչոն պատված է շոկոլադով, նենց որ ովքեր որ շոկոլադը սիրահար են, անուշարեք։ Հիմա մեր մոտ հանգի ժամ է լինելու, պաղպաղակները վայելեք ու պատրաստեք դիմավորելու ձեր կողակիցներին։ Ինձ շատ հետաքրքիր է Միլան եւ Լիզան թռել են թե չէ, որտեղ հրագնու հրագ վստահ ես որ չի թռել, հա։ Վստահ չեմ, այն 10%-ը, որ ես ասեցի, որ ինքը կարա հաղթահարի, ես այդ 10%-ն եմ, որ բայց ես որ իմացա ազատ անկում է։ Իսկ 90% մտածում ես չի թռել։ 90% Քո մոտ հարաբերակցություն։ Ես անկեղծ չգիտեմ, ես նայեք ձեզ ուղիղ ասում եմ, ես չգիտեմ։ Դու Արտուր։ Ես 100% վստահ եմ։ 100%։ Հա, բայց որ թռնի շատ ուրախանամ։ Հասկացա ամեն ինչ։ Այստեղ չէ ես 100% վստահ եմ որ թռել է։ Լավ, հա, դու 100% վստահ ես որ թռել է, հո։ Ես կարծում եմ թռել եմ։ Արամաստ։ Ես մտածում եմ որ եթե խոսքը ինչ-որ ռիսկի մասին, հա, ինքը պիտի գնա այդ ռիսկին։ Հասկացա, կարճ ասած մեր մոտ հաստատներ կա մի քիչ տեղ, բանկա ստեղ 90 ու 100% մտածում եմ չի թռել։ Okay։ Ինովա։ Ճիշտ ես գոնե գնահատել։ Ո՜վ, կյանքս։ Լավ հանգստացաք, ես ձեր թթերից գալու եմ։ Երեխեք, մենք լիքը քնել ենք։ 3 անգամ Գոնե մի ասա։ Գոնե մի ասա։ Անկան ուրախ եմ որ գոնե հոգեպես լավ վիճակում չես եղել, բայց ես մնալու եմ։ Նայ, ցավոտ ման, ես շանքը թե ջուր եմ կամում ուղղակի։ Բայց որ մրցում ես լավ չես։ Լավ մի հատ բիրկին։ Կա վաղը հիվանդան է, էդի ճամփա է այդում։ Ես արդեն մենք ընթացքում պայքին խաղադրույք կատարելուց հետո ասել եմ ինչ է կատարվելու, ինչ է լինելու, հնչել են շատ հետաքրքիր պատասխաններ, չնայած ասեմ ձեզ համար անակնկալված ելի կանայք եւ աղջիկներ, այո, ձեր տղաները եւս մեկ փորձության են ենթարկվել այդ ընթացքում, հաստատ ուրադոնա։ Մենք խոսք ենք տալիս, որ այն ինչ որ ենթարկվել են, դուք տեսանյութով կդիտեք, անպայման դուք կդիտեք, հյուր եք եկել։ Չգիտեմ, հյուր եք եկել։ Նախ ասեմ, որ ձեր կողակիցները ենթարկվել են փորձության, թե ինչ փորձության ես ոնց որ խոսք տվեցի ձեզ, տեսանյութով դուք կտեսնեք անպայման։ Բայց ասեմ, որ այդ փորձության ժամանակ մի տղա ամեն դեպքում հաղթել է։
մի տղա հաղթել է, այն առումով, որ ինքը ամենալավն է պահել իրան։ Այդ դժվարին իրավիճակում բավականին դժվար է տղաների համար։ Եվ դա Աննա ջան եղել է Արմանը։ Վիրտաշի գողակից է։ Ես։ Այո։ Նոր բայց մատ ինձ կասես Արման ինչի համար այդ հավելյալ միավորը ստացավ։ Գաղափար չունեմ ճիշտն ասած։ Պատկերացում անգամ չունեմ։ Արմ, բա ինչ փորձություն էր, որ ավել քույն ստացար։ Հավատա, ես է պատկերացում չունեմ։ Նորա, էս այդ պահն է։ Առաջինը պտտվում նայում ես։ Չէ։ Ուժս։ Ու մենք ստեղ տանջվում թռնում ենք, կյանքս քո համար եմ թռնում։ Քո համար է այս թռիչքը։ Բայց ստենա, ես ինչ եմ արել։ Արմանը մի հատ Արմանի դեմքը անգամ չերևաց։ Արմանը չկարծող է նայ։ Գլուխը կախ մարդը։ Իրա համար ինչ անում հյութ է։ Հիմա դու չես հավատում, որ չեմ նայել ոչ մի Ես տեսա դու ամենաառաջինը։ Հես չէի տեսել, չէ՞։ Ես հյութերին էի նայում։ Այդ ինչ հայաց Քերյանի։ Էդի ով ինչ էր։ Ինչ մտածում ես չեմ տենալու, հա։ Ինչ ա եղել։ Ինչ էիր մտածում, ով այդ աղջիկը։ Ինձ հայացքներով յախք։ Այսը կանից ստիպված կուրացել եմ կյանքս։ Լուրջ եմ ասում։ Տկլոր ոտ չէիր տեսել։ Այդ պահին մեջ սեին է, հա թարս էր աշկերս մեջ էի նայում ես ուղերից մեջ էի։ Լավ։ Շերք։ Ինչ հիացմունքով է, դա ոնց էր նայում։ Ասի հիանալու կերպ է, ու հիանալու։ Այս հավայ բռնածը явնի ասենք բանի հետ եմ խոսում։ Հրագի հետ եմ խոսում։ Մի արդարացի թող նայեմ։ Չկա։ Ես ինչ հիացմունք։ Արմանը իր դեմն է նստած, ես Արմանին եմ նայում, մի բան էր սարքի։ Նայեք ջան, Արմանը։ Չի որ Արմանին ես նայում իրական։ Հիացմունք։ Այս Արմանի թևն է, այդ Ռոզվին, հիմա ինչ կասես։ Էս Արմանը տեան ասած, ես այդ ուղղությամբ եմ նայում, ես շուր բան։ Բա ասես բան է արել, ես Արմանին եմ նայում, որ յանի։ Այդ աղջկան թողած Արմանին ես նայում ուզում ես։ Լավ աղջկի նայում, ինձ հետարքիր է, որ ես աղջկան։ Լավ, ես քո տունը խոսամ, լավ։ Wow. Լավն է, չէ՞։ Չգիշ ալդեմ։ Հա, ես ասես որ գիշ։ Էդ ինչ դեմք է։ Նարեկ։ Էս ինչ ես ասում։ Էդ ինչ էիր ասում։ Ված չէր։ Մի տեղ էր։ Մի ամիտ էր երևի սենց մի ամիտ։ Չեմ նայ, իմորով կորով տնալն եմ։ Էդ ինչ սիրահարված է իր կյանք նայում։ Տեսար։ Չէ, սենց սիրահարված։ Նայ, նարեկը։ Բայց հարալ է Արմանին։ Լոբոր։ Որը սարև։ Մի հատ սենց կար, սենց։ Դե կներես։ Օ։ Բայց ես որ լինեի, ես հանգիստ կնայեի երկար։ Մալադեց։ Ես կոբարի նման նստած եմ։ Իդես։ Լավ եմ նայում ասա։ Այ շատ։ Օրը լավ, հետո դու ասում ես ես եմ նեղած կոտը, լչեմ նայել։ Ես չեմ նեղացել, բացարձակ։ Լավ։ Բաղադրությունն ես կարդում։ Իդես։ Այդ հայացքը դու տենց սկինս չես նայում։ Չեմ նայում։ Այսինքն Ամեն օր։ Հիմա եմ տեսնում։ գնում եմ ես։ Հիշեցնեմ, որ խաղադրույք են կատարել տղաները ձեր վրա, սիրելի աղջիկներ, իսկ դուք չգիտենք ով ոնց ինչպես, բայց ազատ անկման կամ ռոպ ջամփինգ հավեսել, հա։ Դուք հայտնվել եք այդ անդունդի, այսպես ասած, եզրին եւ փորձության եք ենթարկվել։
Նախ հարցը տամ նոր կշարունակեմ։ Որևէ մեկը երբևէ մինչ այդ ազատ անկում ունեցել էր։ Երևի սա առաջիններ ու Լավ, 3 խաղադրույքեր։ Կես միավոր, ինչքան որ դնում ես կեսը գալիս է կես, դա այն դեպքում, եթե մասնակիցը անում է այդ քայլը, թռնում է եւ ամուսինը դնում է այդ բոքսում, որը երրորդ բոքսն է։ Երկրորդ բոքսը դա 1-ին 1-ն է, երբ իր կողակիցը անում է դա առաջինը։ Եվ առաջին բոքսը դա նա է, երբ որ նա թռնում է առանց ձայն։ Ես հարց տամ։ Ձայներ հիշեցի ես ուղակի։ Ես հաստամ Անահիտից։ Եղել է մասնակից, որ թռել է առանց ձայն։ Հա, եղել է այդ մասնակիցը, բոլորս sense շունչներս բաց վախեցանք, հետո իջավ ներքև սկսեց երգել։ Հա, եղել է, էլի ձայն եղել է մեկ։ Հա, այդ ընդհանրապես պետքա չլիներ, բա թռիչքի պահ հարի դիտարկենք, լավ։ Ասեմ, որ ամուսիններից ոչ մեկ այդ բոքսի վրա խաղադրույք չեն կատարում։ Երբ Նարեկին հաս տվեցի, ասեցի դու ինչ ես կարծում, Դոնան կթռնի, հա նա խաղադրույք էր կատարում։ Նարեկը ասեց, ամեն դեպքում ես Դոնային մի ձև կներկայացնեմ, ինքը ոչ մի բանից չի վախենում, դա համար վստահ եմ կթռնի։ Ոխ։ Դոնա։ Ոխ։ Թռել ես։ Այո։ Դուք առաջին միավորն ունեք, քանի որ դուք ունեիք առաջին քոյնները վաստակեցիք Եվրոսում, ձեր արդար քրտինքով կինս։ Այո, դուք ունեիք 80 քոյն, մնաց ձեզ 40 քոյն, շնորհավորում եմ։ Առաջին օրվա ավարտը դուք ավարտում եք 40 քոյնով, նա ծախավորում են։ Բրավո։ Տղաներ, ձեր քոյնները բոլորի չեմ հիշում, դրա համար կհիշացնենք, էլի։ Երբ որ հովոյի մասն ենք խոսում, Անահիտ, հովոյն ասում անհնար է չթռնի։ Ու նույնիսկ քննարկում է առաջին չթռնի։ Չկթռնի անպայման, էլի։ Ասում են մտածում են առաջինը կգնա թե չէ, ասես չեմ կարծում առաջինը կգնա, բայց հաստատ կթռնի։ Լիլ։ Էլի նա։ ոնց է Կյանքս Ախր ես քեզ 5 մատից պես գիտեմ, 5 մատից պես։ Դուք ինչքան ունեիք։ Մենք ունեինք 120։ Դուք ունեք 60 coins ելները, շնորհավորում եմ ձեզ։ Բրավո։ Լիզա, Արտուրը ասաց ինչ թռիչք էր ուզում լինի, 90% չի թռնի, zipline լինի, երևի չի թռնի, երբ որ արդեն խաղադրույք կատարում էր, դրեց կթռնի, բայց ասես չեմ հավատում, երբ որ ես ասեցի ազատ անկում է, ասեց 100-ից 100 չի թռնի։ Լիզա ասա որ անակնկալ ես արել ես։ Չես թռել։ Արտուրը ճիշտ էր։ Բացարձակ չեմ նեղվել, որ չեմ թռել, որովհետև մենք ունեինք աչոկներ նախորդ փուլից։ Ու գիտեի, որ գոնե վերջի տեղը չենք գրավելու։ Ամեն եկոտ կեզ լավ է ճանաչում։ Ապրես։ Բայց ես տղաներն հիշում եմ, որ ասեց զրույց է գնում, որ Արտուրն ասեց անհնար է, ասեցի բա որ թռնի, ասեց ես մենակ գիտեք ինչ կարամ ասեմ, պետք է որ մեծ ուրախություն կլինի, որ Լիզան հաղթահարի այդ ֆոբիան, բայց ինչևէ, ամեն դեպքում ճանաչում եք միմյանց, հուսով եմ, ինչ որ մի առիթ կլինի, մենք բոլորս ականատես կլինենք, քո որևէ թռիչքին։ Չգիտեմ որտեղ է։ Կարա մի օր տես լինի, բայց այդ օրը այսօր չի հասկանում։ Մենք հարգում ենք քո որոշումը։ Իսկ ինչ էմոցիաներ եղել Լիզետ մեզ ասա էլի։ Լիզան հստակ գիտեր, որ չի Ասա ուզում։ 4, հա, եկավ ասա։ Հստակ գիտեր։ Լիզան ամբողջ ընթացքում ծպտուն չէր անում, ես անգամ անհանգստանում եմ, երեխեքը գնում էին, թռնում էին, լացում էին, գալիս էին, ու չէ, բա Լիզան ծպտուն չէր անում, ես իսկապես անհանգստանում էի։ Բայց հետո ասաց, որ չէ, որ որոշել է, որ չի անի, ես հարգեցի իր որոշումը ու այստեղ ամենակարևորը, որ իր զույգն էլ այդքան լավ ճանաչում ու զգում է։ Ես ձեզ սիրում եմ։ Այստեղ եւս մեկ կասկած կար։ Հրագը ասեց Միլան, կարծում եմ ավելի շատ չի թռնի կամ կթռնի, որովհետեւ ինքը ունի վախեր, բայց այտենց չէր ասում, կատեգորիկ չէր ասում, 90-10 էր ասում։ Հրակ դու չգիտես, չէ, բան չի ասել քեզ, որտեղ հիմա ինձ էլ է հետաքրքիր, ասում եմ մի հատ պարտիա ունենք։ Ընդհանրապես։ Նա խաղադրույքը կատարել է, որ ուղղակի դու կթռնես։ Դու ուզում եմ ասես ինչ ես այլել, ինձ հետ։
Այսօր մեր գրից ամեն ինչ կողմ։ Ամենավերջի գոպրոյը ջատվել հենց որ կորի մատեն հանգանակություն կանենք, էլի հերագին սասի տակ չկսենք։ Այսա, մի հատ միկրոֆոն, մի հատ GoPro մնացել է վրա։ Հերակ դուք ինչքան միավոր ունեիք։ 140 ունեինք։ Դուք ունեք 70 կոին շնորհավորում եմ ձեզ։ Արամազդը ասեց աննարաչ թռնի, շատ հեշտ, աննարաչ թռնի, ասեց նույնիսկ կարող է լինի առաջինը, ձենովը միանիշ, սա շատ հստակ էր խոսում, ասեց աննարաչ թռնի, կարա նույնիսկ լինի առաջինը, բայց թռնի չեմ գնա, աննարաչը գորա, դրեց երրորդը, շատ հստակ որոշում ուներ։ Եվ Աննա ջան։ Եվ այո։ Եվ այո։ Գոռալով Արտուրը եւ Լիզան ճիշտ է, այստեղ միավոր չվաստակեցին, բայց նախորդ փորձությունից ունեին 160 միավոր, որը արդեն առավել է քան Նարեկենցը, Հովայինը եւ Լիլինը եւ Հրագինն ու Լիլայինը։ Արամազդը եւ Աննան ունեին 140 միավոր։ Այստեղ ինչքան դու խաղադրույք կատարեցիր։ 140։ Այստեղ դուք այն նախորդ խաղից դուք ունեիք 140, այստեղ դու դրել էիր 140, կեսը հետ է եկել 70 եւ դուք ունեք 210 միավոր եւ այսպես թե այնպես դեռ Արմանես չենք ասել, ձեզ ոչ մեկ չեն կարող հասնել, աղջիկները չգիտեն, բայց այն մասնակից զույգը, ով խաղի վերջում հավաքում է առավելագույն միավոր, այդ օրն ունի իմունիտետ։ Դուք արդեն հաջորդ փուլում եք, դուք արդեն միմյանց ճանաչելով, չէ դուք չէ, միայն նրանք։ Մեզ որ ձեզ շնորհավորում ենք, շուտով սպասվում է մեզ ևս շատ դժվար փորձություն, կասեմ վերջում, որտեղ դուք մաս եք առնելու։ Չկա, Արամ ջան։ Եվ վերջինը, մեր ինչի եմ թողել իրանք վերջում, որովհետև նայեք, ընդամենը Վիվտաշի համարձակ մեկ որոշման արդյունքում նրանք այս պայն արդեն կլինեին առաջատար, պլյուս կիմանայինք այս միավորները, որտեղ Արման այնտեղ գրավել էր առաջին, որտեղ միշտ առաջին տեղը դաբլվում է, կրկնապատկվում է։ Ուշադրություն։ Արմանը միակ մասնակիցն էր, որ շատ հստակ նստեց, ասեց այ գորալը չգիտեմ, բայց մի բան հստակ գիտեմ, իմ կողակիցը առաջինը կգնա ազատ անկման։ Հա, գնացել է։ Ես գիտեի։ Միանգամից։ Կակավելու մոմենտներ է։ Հələ պատկերացրեք անտեղ Վիվտաշը համարձակություն անել, որովհետև գիտես Վիվտաշ ինչ պահ կա։ Եթե դու ազատ անկման գնայիր ըստ իր խաղադրույքի, բայց առաջին չգնայիր, դուք ոչ մի միավոր չէիք վաստակելու։ Դուք ունեիք ինչքան կոին։ 100 ունենք, 40-ը 100 ուներ, 40-ը տրվեց եւ դուք ունեցաք մի անգամից 140 կոին, շնորհավորում եմ ձեզ։ Ստացել է առաջին օրը 210 միավոր։ Արամատ եւ Աննա, երկրորդ հորիզոնական Արտուրը եւ Լիզան 160, երրորդ հորիզոնականը դուք 140 միավոր։ Կամ մի վատ լուր բոլորի համար, հաջորդ շաբաթվանից այս կոինները զորայանում են։ Դուք միշտ մտցում եք դրա օրվա համար, այսօրվա մեր օրվա հաղթողն է Արամազդը եւ Աննա։ Ասես ծափարում եք, ուրախ եք։ Ասեմ, որ ամենացածր միավորը 40 միավոր, ամենացածր կոիններն ունեն Նարեկը եւ Դոնան, Նարեկն ու Դոնան վտանգավոր գոտում են։ Նարեկին ու Դոնային միանալու է կամ Հրակ Միլա, կամ Արտուր Լիզա, կամ Լիլով, կամ Արման Վիվտաշ զույգերից որևէ մեկը քվեարկության արդյունքում։ Հիմա մենք գնում ենք քվեարկության զոնա։ Այս պայից կսած ձեր ընկերության մեջ կմտնի մի հատ բիծ, որտեղ իրականում ասեմ ընդամենը մեկ օրվա համար շատ բան մեզ մոտ կատր չի գնում, շատ ջերմ է եղել հարաբերությունը, թե ինձ աղջիկների տղաների մոտ շատ ջերմ է եղել, բայց այս պայից կսած դուք ուզած թե չուզած դուրս եք գալու միմյանց դեմ, նաև ասեմ մեր բոլոր Արամ Գեմսյան նախագծերում կա մի կանոն, որևէ զույգ չի կարող քվեարկել իր դեմ։ Միշտ քվեարկում են դիմացին դեմ։ Մի փոքր, ճիշտ է արդեն ուշ ժամ է, բայց մի փոքր շունչ քաշեք ու գնանք քվեարկության զոնա։ Ու պատրաստ ես։ Չէ։ Գնաց։
Այսօրվա օրը մոտենում է իր ավարտին։ Noah's Harbor-ի այս ֆանտաստիկ մթնոլորտը վայելեցինք։ Մենք տղաներով ավելի շատ, որովհետև դուք գնացել եք Վայոց ձորում, կեսից շատը անցկացրեցիք Վայոց ձորում։ Անետ ջան։ Մենք էլ պակաս չենք վայելել մեր օրը, չէ։ Այո։ Վստահ եմ, բայց իրականում Նոյի Իջևան այս հրաշագեղ այգին ֆանտաստիկ վայր էր, թե նկարում են, թե ուղղակի հանգիստը վայելելու համար։ Հիմա եկել է անհանգիստ պահ։ Նախ ասեմ, որ այն ինչ որ տեղի է ունենալու հենց այստեղ բոլորի աչքի առջև։ Չի լինելու, այսպես ասած, թաքուն քվեարկություն, լինելու է թափանցիկ քվեարկություն։ Մեր նախագծերում մասնակիցները կամ հեռուստադիտողը սովոր է, որ անում են առանձին ինչ-որ տեղ քվեարկություն, հետո բացում են, բայց այս պահը դա չէ։ Քանի որ դուք այսօրվա հաղթողներն եք, եւ դուք էլ կսկսեք, դուք ընտրում եք զույգին, հետո որովհետեւ մեկնաբանում եք, թե ինչի նրանց դեմ քվեարկեցիք։ Վերջում առավելագույն ձայներ ստացած զույգը Անահիտ ջան Դոնայի եւ Նարեկետ կգնա դեպի վտանգավոր գոտի։ Որի համար մենք վաղը նույնպես կհավաքվենք։ Մեր այսօրվա առաջին օրվա հաղորդումը այսքանով չի ավարտվելու։ Դուք չգիտեք, թե ինչ է սպասվում պարտվող զույգին։ Ես կմեկնաբանեմ։ Աննան է ցույց կտա, օքեյ։ Հստակ որոշում եք արդեն կայացրել, լավ։ Ուզում եմ մի անգամ ուզում նախ ասեմ, որ այսօր առաջի օրով բոլորի հետ շատ էինք ճանաչում էինք արդեն, ում հետ էլ մի քիչ էինք մտերիմ, այսօր մի օրում հասել ենք շատ մտերմանանք ու ահա որ նեղվում եմ հիմա այս քվեարկության ժամանակ, որ պետքա մեկին հանենք, այսպես ասած, բայց մենք ընտրել ենք Ֆիֆտաշին եւ Արմանին։ Ես հավել եմ Աննայի ասացին, որ ես ընդամենը խաղա, ժողովուրդ ջան, ի սկզբանե էլ ասեմ։ Նեղանալ չկա, իրարից իրավունք չկա։ Հիմա մեկնաբանեմ ինչի, որովհետև Արմանը իմ համար մրցակից է։ Իրան որպես իմ համար ուժեղ մրցակից եմ համարում, որովհետև լավ ճարպիկ է։ Դո Ֆիֆտաշի մասով չեմ կարող ասեմ, իմ հիմնական այդ ոնց որ ասած տրուբի խաղից հետո Արմանը ոնց որ դրանից հետո անկեղծ ասեմ, աշկս վախեցած, հա։ Արման էլ ասեմ, դու ֆոկուսները չտես։ Տղաները լավ են։ Այս ընտրությունը որպես կոմպլիմենտ դիտարկեք։ Նարեկ Դոնա։ Ձեր որոշումը եւ նաեւ քանթեն պարտադիր մեկնաբանեք։ Իրականում շատ դժվար է, հա, որովհետեւ իրոք այս մի օրվա մեջ մենք շատ մտերմացանք։ Ինչ էլ լինի, քանի որ Արամ ջան դուք էլ նշեցիք, որ ավելի շատ աղջիկներն են տանջվելու, իսկ Ֆիֆտաշը Դոնայի համար շատ ավելի ուժեղ մրցակից կարող հանդիսանա, դրա համար ես նո ավելի ճիշտ մենք խորին հարգանքով եւ սիրով եմ ձեզ մոտենում, ամենայն հարգանքով, բայց երևի ձեզ Իրականում նենց չի, երկար մտածել ենք կամ որոշել ենք ու յուրաքանչյուրն այստեղ, քանի որ մեր պարագայում ենք ոչ թե ընտրում ենք ով գնա, այլ մենք ընտրում ենք ով է լինելու մեզ մրցակից։ Հետևաբար Ֆիֆտաշին չուզեցիք։ Ֆիֆտաշը եւ հոգեպես եւ ֆիզիկապես իրականում ինձանից ավելի ուժեղ է երևում, հələ որ ես զուտ մտածել եմ, թե ում հետ եմ մրցելու, դրա համար եմ այս ընտրությունը, բայց ձեզ շատ եմ սիրում, խնդրում եմ չնեղանաք էլի, անկեղծ բոլորին եմ շատ սիրում։ Շատ լավ, Լիզա Արտուր, ձեր որոշումը։ Մենք ահավոր լարված ենք, կարող մեզնից չի երևում, բայց այս երևի ամենայն չսպասված վատ պահն է այսօրվա, որ մենք այսօր շփվել ենք իրանց հետ, ինքին համար այսօր դարձավ եւս մի շատ լավ ընկեր, բայց իրանք էլ մեր համար ուժեղագույն մրցակից են եւ մենք էլ որոշել ենք, որ Այ քեզ բան։ Կոմպլիմենտ համար 3։ Հետաքրքիր մրցել։ Դուք ունեք արդեն երկրորդ ձայնը։ Ռագին եւ Միլային լսենք։ Ճիշտ է, ես կուզենայի քվեարկեի Արամազդին եւ Աննային, բայց չենք կարա։ Դա չի մերը։ Բայց դե քանի որ
դեռ չեն լքելու խաղը, գնելուն ուղակի վտանգավոր գոտի, ես է կքվյարկեմ, որովհետև իրանք շատ ուժեղ են ու թող իրանց ուժը ցույց տան ու վերադառնան մեզ նախագիծ։ Այո։ Այս քվեարկության ամենակարևոր կետը որն է, որ դուք ինստինկտյան դեմ եք դուրս գալի մեկը մյուսի։ Եվ շատ մոտ է ընկերությունից դեպի խաղային շնամի ձեռք բերելը։ Ու կարակ դուք ունենաք բավականին ուժեղ։ Արման Վիֆտաշ ես եք լսում։ Համեցեք։ Էլին իմ տրամաբանությունն է աշխատում, ճիշտ ասած, չնայած նրան, որ ուժեղ մրցակից ասված էլի կար ըստ մեզ, բալային համակարգով էլի հաշվի առնելով, բայց ես չեմ ասում նրա համար, որ ձեզ պետք է քվեարկենք, բայց դուք էլ այս պահին էլի ֆավորիտներից մեկն եք։ Բայց ես չէինք քվեարկել։ Հա, բայց ձեզ չէինք քվեարկելու, բնականաբար։ Մեզ քվեարկեի։ Այո, բայց Որ մենք ունենք իմունիտետ։ Հա, չեք հիվանդան։ Վիֆտաշ։ Ամենայն հարգանքով, խնդրում եմ մոտենալ ըմբռնումով։ Շարունակեք, խնդրում եմ։ իրենք Լիզա Արտուր մեզ համար են մրցակից։ Հասկացա։ Աստոն դուք այս որոշումով հայտնեցիք վտանգավոր գոտում։ Աստոն դուք ուժեղ եք, բայց մաքրումից թույլ եք։ Հա, իմիջայլոց։ Հուշեցիք ես։ Հուշեցիք ես, հա։ Երբ որ դուք քվեարկեցիք, դեպի քվեարկությունը արվեց, քվեարկվեց Արտուրին եւ Լիզային, այլևս հնարավորություն չկա որևէ հետ հավասարվելու, որտեղ եթե դուք քվեարկում եք Միլային եւ Հրակին, ես տրամաբանորեն ասացի, ոչ թե հուշում։ Լիլի եւ Հովի ձայնը լինում էր որոշիչ։ Եթե քվեարկում էին Միլային եւ Հրակին, ասեմ ավելին, այդ դեպքում ընտրելու էին Նարեկն ու Դոնան, թե ով է այդ երկու զույգից լինելու մրցակիցը։ Բայց այսպես թե այնպես, անկախ Հովի եւ Լիլի քվեարկության արդյունքից, վտանգավոր գոտի են գնում Նարեկն ու Դոնան, Արմանը եւ Վիֆտաշը։ Բայց հիմա լսենք նաեւ Հովի եւ Լիլի քվեարկության արդյունքը։ Ինչ որ որոշել եք։ Շատ լավ։ Վիֆտաշն ու Արմանը իրանք իսկապես շատ ուժեն։ Նախ ասեմ, որ ես իր գործունեությանը հետևում եմ, ինքը շատ կրեատիվ աղջիկ է։ Ես գիտեի, որ ինքը շատ խելացի է խաղալու այս խաղը։ Դե աշխարհությունն է, ես ուղղակի միջև հիմա շշմած եմ ու մանանգարի դրամապանակը սաղբերս։ Հիմա որ փոխես։ Քատրոն մի դիպչի ոչ մի կարծի։ Ոչ մի բան յալը կարմրի։ Թե չէ թեփտել վատ է։ Անկեղծ շատ ուրախ եմ, որ իմ ձայնը բան չի նշան, մեր ձայնը ոչինչ չի նշանակում, որովհետև ես բոլորին շատ սիրել եմ հյուրովի։ Ինչ ասեմ։ Դա մենք ի սկզբանե իրականում Վիֆտաշին ու Արմենն ենք որոշել, ինչի համար, ոչ թե հաշվի առնելով ուժեղ մասնակից միավորների առումով, որովհետև ինչպես իմացանք, այսօրվա միավորները փչվում են հաջորդ փուլերի համար, փաստացի ամբողջ փուլերի համար, մեզ համար ուժեղ կրեատիվ մասնակիցներ են, ովքեր որ այսօր միգուցե լավ չէր, որ իրանց լավագույն կողմերով իրանց ցույց տվեցին, որովհետև տեսանք իրանց բոլոր ուժեղ կողմերը, բոլոր փորձությունները։ Շատ լավ։ Մենք որ սկզբից պետքա մասնակցեինք, ես Արմանին ասացի, որ հաստատ առաջի խաղին մեզ հանելու են, որովհետև մենք ուշ ենք ինտեգրվում նոր միջավայրում։ Իսկ այդ շատ խանգարում է։ Ինչ է կատարվում մեր փորձությունը, որը բավականին դժվար է լինելու, Նարեկը ճիշտ մեկնաբանեց, որ այո, Դոնան էլ երկուսն էլ իրենց կողմից ճիշտ էին մեկնաբանում, որ ամեն դեպքում ոչ թե այստեղ թերագնահատել է մյուսներին, ես էլ եմ համաձայն, որ թե Վիֆտաշ առանձին, թե Արմանը առանձին, երկուսն էլ ուժեղ են։ Դա նաև այն մի ամեն դեպքում բոլոր կանայք կհասկանան, երբ որ աղջիկները մամա են դառնում, որոշակիորեն ֆիզիկապես թուլանում են։ Վիֆտաշին դեռ դա ապագայում է սպասում, դեռ որ ասում է իր ֆիզիկականը բավականին ծաղկում շրջանում է, դրա համար Դոնայի ասած լրիվ ընկալելի էր, բայց ամեն դեպքում մնացած բոլորը ազատ են լինելու, ազատ ունկնդրի տեսքով գալու են նայեն այն պայքարը, որի մեջ ընկղմվելու եք դուք, լինելու է մահացու պայքար, որտեղ կմրցեն միմյանց դեմ Նարեկ Դոնա, Արման Վիֆտաշ զույգը։ Այսօրվա օրը ավարտվում է, բայց այսօրվա հաղորդումը չի ավարտվում։ Ընդամենը մի քանի վայրկյանից մենք կշարունակենք արդեն Քութանասարից։ Ախպերս կարանք մի հատ այսենց անենք ու հայտնվենք։ Բայց բոլորով է։ Բոլորով։ 3, 4։ Բայց խենք ես քանս։
Դեսի դե լեզի զոնում մենակ աղջիկներն են պարապում, տղաները ինչի են գալիս։ Բա վիվտաշ ուր այդ դեպքում չի եկել։ Չնայած ավելի լավ դու պարապի, որ դուք հաղթեք։ Հա, տեսնենք։ Մի լարվի։ Դե երեխեք մի տեսակ լարվում եմ, ոչ չլարվում, ամեն դեպքում։ Դեսի մեկը պարապում ես, կուժեղանաս կհաղթես։ Դե բայց վտանգավոր խաղերում ինչ իմանաս, ինչ կլինի, վсё-таки։ Մենք հավատում ենք ձեր ուժերին։ Այո, ես էլ եմ հավատում։ Դուք նայում եք, մենք սեն ժպտում ենք, բայց վերջին փորձությունը, որը վտանգավոր գոտի հասած երկու զույգերի համար է, մասնավորապես Նարեկ Դոնա, Վիվտաշ եւ Արման, հա, զույգերի համար է, ընդհանրապես ծիծաղի հետ կապ չունի ու կարծում եմ մեր նախագծի ամենադժվար փորձություններից մեկն է։ Ու ամենահավես։ Իրականում ես ունեմ ընդամենը մեկ ֆոբիա, այս փորձությունը հենց իմ ֆոբիայի մասին է։ Ես հուսով եմ, որ մասնակիցները այդ ֆոբիան չեն ունենա, հատկապես տղաները։ Դրա համար առաջարկում ես պահին արդեն կանչենք դրանց։ Այո, արդեն նրանք գալիս են, արդեն տեսնում են, որ նրանք կարծես տեսել են, թե ինչ է տեղի ունենալու։ Բայց դա չէ, որ Արմանը ընդհանրապես էմոցիա չունի, ոնց որ միշտ եղել է նմանատիպ իրավիճակներ։ Ես երբ հոզած է։ Գալիս ենք, տեսնում եմ երկու հատ փոս, մեծ փոս, մեջը տենց արկղ, որը դագաղ է հիշացնում։ Հարց առաջանում չէ, ինչա տեղի ունենալու։ Ամեն ինչ պարզ է արդեն։ Ինչա պարզ է տակտիր աջան։ Ես գնում եմ։ Հա, բայց ես սրա տակ չէի ստորագրել։ Հա դու որոշել ես արդեն, հասկացա։ Ձեր զույգից ով է գնում։ Ըստ երևույթին ես մեռնեմ ձեր ջանին։ Այդ փոսերը տեսնելուց հետո մի անգամից ես մտածեցի, որ հենց ես եմ ելնելու, հա, Արամի զոհը։ Բացատրեմ ինչա տեղի ունենալու, որպեսզի մեր հեռուստադիտողներն իմանան։ Այո, Արմանը եւ Նարեկը ճիշտ կռայեցին, իրենց գնալու մասին է այս փորձությունը։ Տղաները մտնելու են այս կառոպկաների մեջ, որի վրա լցվելու է հող։ Աղջիկներից որ մեկը առաջինը կարողացավ փորել, հանել իր ամուսնու փոսի մեջից, նայել, ճանաչվելու է հաղթող, իսկ մյուս զույգը գնալու է տուն։ Ահա Դոնան արդեն պատրաստվեց էմոցիոնալ ձևով։ Բնական է, էմոցիաները բնական են։ Ես մենակ եմ լսում, որ տղաները պետքա թաղվեն։ Ուրիշ ոչ մի բան այդ պահին չեմ լսում։ Ես գիտակցում եմ, որ ապահով է ամեն ինչ, իր հետ ոչ մի բան չի կարա լինի, բայց իմ ներսի անհանգստությունը, որ կարող է ինքը, չգիտեմ, ին պատճառով խեղդվի, չհասցնեմ ես իրան հանեմ, սկսում եմ անկախ ինձնից լացել պրոստը։ Այո, ես կարծում եմ, որ եթե ես ու Լիլոն հայտնվենք այս իրավիճակում, Լիլոն իմանալով ին ֆոբիան նույն զգացողություններ ունենալու։ Վիվտաշ։ Ես ճիշտ ասած այդ վախի զգացողությունը չեմ ունենում, մինչև չեմ անում։ Ես ընթացքում կհասկանամ, այդ ինչքանով է ինձ համար վախենալու, դժվար։ Չգիտեմ ինչքանով վախենալու կլինի, ինչքանով դժվար, բայց այս էմոցիաները, որ դուք այսօր կստանաք, հաստատ ամբողջ կյանքում չեն մոռացվելու, հատկապես ձեր տղաների կողմից չեն մոռացվելու։ Ստացվում է այնպես, որ հայկական իրականության մեջ նոր ռեալիթի շոուի, սիրախաղ նախագծի առաջին զույգով կլքի, հա, մեր նախագիծը լքելու է մի հատ մեծ պատմությունով, որտեղ մենք ունեցել ենք այսօր ֆանտաստիկ օր, իսկ փակումը ամեն դեպքում մի փորձություն է, որը կարծում եմ շատ դրամատիկ, էմոցիոնալ, դժվար, ապրումային եւ ամեն դեպքում իր մեջ կա նաեւ սպորտը, որովհետեւ որևէ մեկը վերջում ճանաչում է հաղթող։ Տղաները կարող են ձեր հետ կապ ունենալ, մենք տալու ենք ռացիաներ, որպեսզի իրար շփվեք, իրար դուխ տաք, իրար ողջևորեք, որպեսզի իրար կապը չկորի։ Ամենավերջում դուք էլ կարող եք ներսից օգնել, հա, բայց ամեն դեպքում մի քանի կարևոր կետ կա, որի մասին կուզեմ իմանաք։ Ներքևում դրված են բայեր, որոնք ինչպես տեսնում եք, կողպեքներով կապված են։ Երբ որ տղաները մտնում են ներս, հողը լցվում է, փակվում է, հա, կափարիչը փակվում է, ներսի կողմից թուղթ է լինելու, որտեղ փոքրիկ հարցաշար կա, փորձություններ են, պետք է դու լուծես այդ հարցաշարը, որոնք յուրաքանչյուրի պատասխանը թիվ է։ Յուրաքանչյուրի պատասխանի ոնց որ վերջնական արդյունքը թիվ է։ Դու թվերը հերթականությամբ լուծելով ասում ես, որտեղ կան կողպեքի վրա թվեր, բացում եք, բահաձերն է ու գնացիք։
այդ մաքրի այդ կողքից։ Արման հելի, չեմ կարում։ Բացացա։